Մոսկվայում միջազգային թռիչքի տարանցման ժամանակ գործարար Արմենը իր մորից սարսափազդու զանգ է ստանում, որը օգնություն է խնդրում։ Նրան սառցախցիկում փակել է իր հարսը, Անահիտը, կապն ընդհատվում է, մինչ նա կհասցներ ամեն ինչ հասկանալ։ Հուսահատված, նա թողնում է ամեն ինչ, շտապ վերադառնում Երան բացահայտում մի ճշմարտություն, որն ընդմիշտ փոխում է իր կյանքը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակեցինք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Փարիզի Շարլ դը Գոլ օդանավակայանի մեկնման սրահը թնդում էր տասնյակ տարբեր լեզուներով ձայներից։ Գործարարները շտկում էին փողկապները, հեռախոսով խոսելիս, զբոսաշրջիկները քարշ էին տալիս գունավոր ճամպրուկները, իսկ ընտանիքները վազվզում էին մեկնման դարպասների միջ։ Այդ միջազգային ամբոխի մեջ Արմեն Մանուկյանն անշարժ կանգնել էր թռիչքների ցուցատախտակի դիմաց, հայացքը սեռած լուսավոր տառերին, որոնք ազդարարում էին ուղղություններ դեպի աշխարհի տարբեր ծայրեր։ Նա այնքան ուժեղ էր սեղմել բջջային հեռախոսը, որ մատների հոդերը սպիտակել էին։ Էկրանին երում էր ընդամենը մեկ ավարտված զանգ, բայց այդ դողացող խոսքերը դեռ արձագանքում էին նրա ներսում, կոկորդում խեղդված ճիչի պես։ Արմեն, տղաս, այնքան եմ մրսում։ Նա ինձ փակել է այստեղ։ Լիլիթն ինձ փակել է։ Խնդրում եմ, օգնիր ինձ։ Տիկին Անահիտի, իր մոր ձայնն այն։ Քան տկար էր հնչում, այնքան հուսահատ, այնքան հեռու։ Եվ հետո կապն ընդհատվել էր։ Ուղղակի ընդհատվել։ Նա անմիջապես փորձել էր հետ զանգել, բայց հեռախոսը միայն զնգում էր, զնգում, ու ոչ ոք չէր պատասխանում։ Փորձել էր զանգել տան քաղաքային հեռախոսահամարով, կնոջ բջջայինով, նույնիսկ տնտեսուհու համարով, որը տարիներ շարունակ իրենց հետ էր աշխատում։ Ոչինչ։ Բացարձակ լռություն օվկիանոսի մյուս կողմում, մի լռություն, որն ավելի բարձր էր գոռում, քան ցանկացած փոթորիկ։ Արմենը 43 տարեկան էր, սմազերը սկսել էին ճերմակել քունքերին, ուներ մարզական կազմվածք, քանի որ մարզասրահ էր հաճախում նույնիսկ իր քաոսային գրաֆիկով, այն վճռական հայացքը, որը բնորոշ է խնդիրներ լուծելուն սովոր մարդուն։ Նա տեխնոլոգիական միջազգային ընկերության գործադիր փոխնախագահն էր, ամսական առնվազն 15 օր ճամփորդում էր, միլիոնավոր դոլարների պայմանագրեր էր բանակցում իր պատասխանատվության տակ ուներ ավելի քան 2000 աշխատակից, սփռված 3 մայրցամաքներում։ Նա սովոր էր ճգնաժամերին, ճնշումներին, որոշումներին, որոնք կարող էին վայրկյա ների ընթացքում միլիոններ արժենալ։ Բայց ոչինչ, բացարձակապես ոչինչ իր փայլուն կարիերայում նրան չէր նախապատրաստել այդ պահին։ Նա զգաց, որ ոտքերը թուլանում են։ Կողքին կանգնած մի տղամարդ հետաքրքրությամբ նայեց նրան, երբ Արմենը հենվեց տեղեկատվական գրասեղանին, դեմքը հանկարծակի գունատվելով։ Ավիաընկերության աշխատակցուհին անգլերեն հարցրեց, թե արդյոք նա լավ է, բայց նա հազիվ կարողացավ պատասխանել։ Միտքը հազար ուղղությամբ էր սլանում, փորձելով ընկալել այն, ինչ նոր էր լսել։ Լիլիթը։ Իր կին Լիլիթը փակել էր մորը ինչ-որ տեղ։ Նա ինձ փակել է այստեղ։ Որտեղ։ Ինչով։ Ինչպես։ Լիլիթը 7 տարի էր, ինչ նրա կինն էր։ Նրանք ծանոթացել էին Երանում կորպորատիվ միջոցառման ժամանակ, որտեղ նա փայլում էր աստղի պես երանյան բարձր հասարակության գործարարների հայտնիների շրջանում։ Նա գովազդային մասնագետ էր, գեղեցիկ, խելացի, խարիզմատիկ, միշտ անթերի իր դիզայներական զգեստներով այն ժպիտով, որը դռներ էր բացում քաղաքի ամենաէլիտար շրջանակներում։ Երբ սկսեցին հանդիպել, Արմենն իրեն աշխարհի ամենահաջողակ մարդն էր զգում։ Լիլիթն այն ամենն էր, ինչ նա կարծում էր, թե իրեն պետք է։ Նրբաճաշակ, հավակնոտ, կատարելապես ինտեգրված կորպորատիվ աշխարհին, որտեղ նա էր ապրում։ Հարսանիքը շքեղ էր, ամսագրերի շապիկներին արժանի, նշվեց Ֆլորենս ռեստորանային համալիրում, ավելի քան 300 հյուրերով։ Բայց վերջին շրջանում, հատկապես այն բանից հետո, երբ տիկին Անահիտը սկսեց ապրել իրենց հետ, 2 տարի առաջ Արմենի հոր վաղաժամ մահից հետո, այդ կատարյալ ճակատին փոքր ճաքեր սկսեցին հայտնվել։ Լիլիթն անընդհատ բողոքում էր։ Ասում էր, որ տունը փոքրացել է, որ այլս անձնական տարածք չունի, որ սկեսուրը խառնվում է ամեն ինչին։ Արմենը միշտ փորձում էր միջնորդել, կնոջից համբերություն էր խնդրում, խոստանում, որ շուտով լուծում կգտնի։ Բայց ինչ լուծում։ Մորը ծերանոց տեղավորել։ Նրան միայնակ թողնել բնակարանում, այրի ու տկար։ Նա չէր կարող դա անել։
Չէր կարող լքել այն կնոջը, որը միայնակ մեծացրել էր իրեն այն բանից հետո, երբ հայրը մահացել էր, երբ Արմենը դեռ երեխա էր, որը 3 աշխատանք էր անում, որպեսզի նա սովորեր Պարկեշտ դպրոցում, որը զոհաբերել էր իր ամբողջ կյանքը, որպեսզի որդին ունենար այն հնարավորությունները, որոնք ինքը երբեք չէր ունեցել։ Տիկին Անահիտը 72 տարեկան էր, ամբողջովին սպիտակ մազերը միշտ հավաքված էին նուրբ կոկոնի մեջ, կոշտացած ձեռքեր ուներ, որոնք վկայում էին ամբողջ կյանքում ծանր աշխատանքի մասին, ամաչկոտ ժպիտ, որը լուսավորում էր նրա կնճռոտ դեմքը։ Նա զուսպ էր, գրեթե երբեք ոչինչ չէր խնդրում, օրերն անցկացնում էր առանձնատան գրադարանում, հին վեպեր կարդալով կամ ձմեռային այգում խոլորձներ խնամելով։ Արմենը գիտեր, որ մայրն իրեն օտար էր զգում Վահագնի թաղամասի այդ հսկայական տանը, որ նա կարոտում էր նոր-նորքի իր հին բնակարանի պարզությունը, բայց երբ նա փոփոխություններ էր առաջարկում, տիկին Անահիտը պնդում էր, որ լավ է, որ չի ուզում խանգարել, որ արդեն իսկ չափազանց շատ է անհանգստացրել։ Հիմա, կանգնած այդ փարիզյան օդանավակայանում, սիրտը բաբախելով ու ձեռքերը դողալով, Արմենը կործանարար մեղքի զգացում զգաց, որը բարձրանում էր կոկորդով։ Նա միշտ ճամփորդում էր։ Միշտ բացակա։ Միշտ չափազանց զբաղված հանդիպումներով, շնորհանդեսներով, գործնական ընթրիքներով։ Երբ էր վերջին անգամ իսկապես խոսել մոր հետ։ Երբ էր վերջին անգամ նստել նրա կողքին, առանց ամեն րոպե հեռախոսը ստուգելու։ Երբ էր վերջին անգամ նկատել, թե արդյոք նա լավ է, երջանիկ է, անվտանգ։ Նրա խոսքերը վերադարձան դաշույնի հարվածների պես։ Նա ինձ փակել է այստեղ։ Փակել է որտեղ։ Նա փորձեց պատկերացնել առանձնատան բոլոր սենյակները։ Մթերանոցում, նկուղում, զգեստապահարանում։ Յուրաքանչյուր հնարավորություն նախորդից ավելի սարսափելի էր։ Եվ ցուրտը, որի մասին նա նշել էր։ Այնքան եմ մրսում։ Դա իմաստ չուներ։ Երանում ամառ էր, ջերմաստիճանը 30 աստիճանից բարձր էր։ Ինչու՞մ պետք է նա մրսեր։ Մի սարսափելի հնարավորություն սկսեց ձավորվել նրա մտքում, բայց նա անմիջապես վանեց այն։ Ոչ։ Լիլիթը երբեք նման բան չէր անի։ Նա կարող էր դժվար բնավորություն ունենալ, պահանջկոտ, երբեմն նույնիսկ դաժան լինել իր խոսքերում, բայց երբեք ունակ չէր լինի ֆիզիկապես վնասել որևէ մեկին։ Երբեք։ Պետք է այլ բացատրություն լիներ։ Գուցե մայրը շփոթված էր, գուցե դա թյուրիմացություն էր, գուցե նա պատահաբար փակվել էր ինչ-որ տեղ սխալմամբ մեղադրել Լիլիթին։ Բայց նրա ձայնը շփոթված չէր։ Հնչում։ Այն սարսափահար էր հնչում։ Արմենը նորից նայեց ցուցատախտակին։ Իր թռիչքը դեպի Սինգապուր 2 ժամից էր։ Այնտեղ նա պետք է կնքեր իր կարիերայի ամենամեծ պայմանագիրը, մի բանակցություն, որը նա կառուցում էր 18 ամիս, որը իր ընկերությանը գտներ ասիական շուկայի առաջատարի դիրքում։ Իր ղեկավարը, ներդրողները, բոլորը սպասում էին այդ ստորագրությանը։ Հիմա չեղարկելը կլիներ մասնագիտական աղետ։ Դա կարող էր արժանալ ոչ միայն պայմանագիրը, այլ իր սեփական պաշտոնը ընկերությունում։ Բայց նա նորից նայեց բջջայինին, այդ ավարտված զանգին, բոլոր մյուս նկատառումները պարզապես անհետացան։ Այդ ամենից ոչինչ կարևոր չէր։ Բացարձակապես ոչինչ։ Իր մայրը իր կարիքն ուներ։ Իր մայրը, որը միշտ եղել էր իր կողքին, երբ նա կարիք ուներ, որը երբեք ոչինչ չէր մերժել իրեն, որը ծերացել էր, աշխատելով, որպեսզի նա ավելի լավ ապագա ունենա։ Եվ հիմա նա վտանգի մեջ էր։ Նա վախեցած էր։ Նա օգնություն էր խնդրում։ Արմենը հեռախոսը դրեց գրպանը, վճռական քայլերով գնաց դեպի ավիաընկերության գրասեղան։ Նույն աշխատակցուհին, որը հարցրել էր, թե արդյոք նա լավ է, դիմավորեց նրան պրոֆեսիոնալ ժպիտով։ Ես պետք է փոխեմ իմ թռիչքի տոմսը, ասաց նա անգլերեն, խռպոտ ձայնով։ Ես պետք է վերադառնամ Հայաստան։ Անհապաղ։ Կինը մուտքագրեց համակարգչում, կնճռոտելով ճակատը։ Պարոն, հաջորդ ուղիղ չվերթը դեպի Երան միայն վաղը առավոտյան է։ Բայց մենք թռիչք ունենք դեպի Վիեննա 1 ժամից, որտեղից կապ կա դեպի Երան։ Կժամանեք տեղական ժամանակով մոտավորապես գիշերվա 10-ին։ Ես ուզում եմ այդ թռիչքը։ Բայց դուք ամրագրում ունեք դեպի Սինգապուր։ Չեղարկեք ամեն ինչ։ Ես ուզում եմ թռիչք դեպի Երան։ Հիմա։ Մինչ աշխատակցուհին մշակում էր փոփոխությունները, Արմենն արագ հաղորդագրություն ուղարկեց իր օգնականին, չեղարկելով հաջորդ շաբաթվա բոլոր հանդիպումները։ Բացատրություններ չտվեց։
Ներողություն չխնդրեց։ Պարզապես չեղարկեց։ Հետո զանգեց իր ղեկավարին, որը պատասխանեց երկրորդ զանգից ոգորված ձայնով. Արմեն, ամեն ինչ կարգին է վաղվա համար։ Ասիացի ներդրողները անհամբեր սպասում են։ Ես չեմ կարողանալու գալ, Պողոս։ Ընտանեկան արտակարգ իրավիճակ է։ Մյուս կողմում լռություն տիրեց։ Հետո ղեկավարի ձայնի տոնն ամբողջովին փոխվեց։ Կատակ ես անում։ Արմեն, այդ պայմանագիրը $120 միլիոն արժե։ Դու չես կարող պարզապես։ Խոսքը մորս մասին է, Պողոս։ Նա վտանգի մեջ է։ Ես պետք է հիմա տուն վերադառնամ։ Վտանգի մեջ։ Ինչ տեսակի վտանգ։ Արմեն, խելամիտ եղիր։ Դու կարող ես դա լուծել հեռվից, մեկին ուղարկել ստուգելու։ Դա կարող է 2 օր սպասել։ Չի կարող։ Դու դեն ես նետելու այն ամենը, ինչ մենք կառուցել ենք։ Գիտես, դա ինչ է նշանակում քո կարիերայի համար։ Մյուս ղեկավարները քեզ կանցնեն, Արմեն։ Դու կկորցնես այդ պաշտոնը։ Արմենը փակեց աչքերը։ Նրա մի մասը գիտեր, որ Պողոսը ճիշտ է։ Մի մասը գիտեր, որ նա մասնագիտական ինքնասպանություն է գործում։ Բայց երբ նա նորից բացեց աչքերը, որոշումն արդեն կայացված էր։ Ուրեմն թող այդպես լինի։ Ուրիշ մեկին ուղարկիր Սինգապուր։ Ես գնում եմ տուն։ Եվ անջատեց հեռախոսը։ Հաջորդ ժամերը անհանգստության հուսահատության մշուշի մեջ անցան։ Արմենը նստեց Վիեննա մեկնող ինքնաթիռը, զբաղեցրեց պատուհանի մոտի նստատեղը, նայում էր ամպերին, իրականում դրանք չտեսնելով։ Տասնյակ անգամ փորձեց զանգել տուն, բայց ոչ ոք չէր պատասխանում։ Հաղորդագրություններ ուղարկեց Լիլիթին, տնտեսուհի Սաթենիկին, նույնիսկ որոշ հարանների։ Ոչինչ։ Կարծես ամբողջ տունը պարզապես անհետացել էր քարտեզից։ Նա ոչինչ չկարողացավ ուտել թռիչքի ընթացքում։ Չկարողացավ քնել։ Պարզապես նստած էր այնտեղ, մտովի վերանայելով Լիլիթի հետ վերջին շփումները, փնտրելով նշաններ, որոնք բաց էր թողել, ակնարկներ, որ ինչ-որ բան այն չէր։ Եվ որքան շատ էր մտածում, այնքան ավելի շատ բաներ սկսում էին իրար միանալ անհանգստացնող ձևով։ Վերջին ամիսներին, երբ նա վերադառնում էր ճամփորդությունից, տիկին Անահիտն ավելի լուռ էր թվում։ Ավելի ինքնամփոփ։ Եղել էր այն դեպքը, երբ նա լացելիս էր գտել մորն այգում, նա ասել էր, որ դա պարզապես ամուսնու կարոտից է։ Եղել էր այն դեպքը, երբ նա կապտուկ էր նկատել մորթին, Լիլիթը բացատրել էր, որ սկեսուրը սայթաքել է աստիճաններին։ Եղել էր այն դեպքը, երբ Սաթենիկը, տնտեսուհին, խնդրել էր առանձին խոսել իր հետ, Լիլիթն ընդհատել էր, ասելով, որ աշխատակցուհուն ազատում են գողության համար։ Արմենը չէր կասկածել։ Վստահել էր կնոջը։ Հավատացել էր նրան։ Հիմա այդ հիշողություններից յուրաքանչյուրը վերադառնում էր այլ լույսի ներքո, ավելի մռայլ, ավելի սարսափելի։ Իսկ եթե դրանք զուգադիպություններ չէին։ Իսկ եթե դրանք նշաններ էին, որոնք նա անտեսել էր, որովհետև չափազանց զբաղված էր, չափազանց կարևոր, չափազանց հեռու։ Վիեննայում կանգառը տանջալի էր։ Արմենը քայլում էր տերմինալով։ Ավտոմատի պես գնեց սուրճ, որը չխմեց, նստեց մեկնման դարպասի դիմաց, մնաց այնտեղ, անշարժ, հաշվելով րոպեները։ Երբ վերջապես նստեցին Երան մեկնող ինքնաթիռը, նա պահի տակ թեթացում զգաց, բայց շուտով դրան փոխարինեց ավելի մեծ վախը։ Ինչ էր նա գտնելու տուն հասնելուն պես։ Որտեղ էր մայրը։ Նա դեռ ողջ էր։ Այն բառը, որը նա արգելել էր իրեն մտածել, վերջապես հայտնվեց անխուսափելի սարսափազդու։ Ատլանտյան օվկիանոսի վրայով 9 ժամ 10 թռիչքի ընթացքում Արմենը ոչ մի անգամ հեռախոսը չհանեց ինքնաթիռի ռեժիմից։ Գիտեր, որ օվկիանոսի մեջտեղում կապ չի ունենա, բայց շարունակում էր նայել էկրանին, կարծես այն կարող էր հրաշքով իրեն պատասխաններ տալ։ Նրա կողքին մի երիտասարդ կին քնած էր, հենված պատուհանին։ Արջի շարքում մի երեխա մուլտֆիլմեր էր դիտում։ Ամեն ինչ այնքան սովորական էր, այնքան առօրյա, մինչդեռ իր աշխարհը լուռ փլուզվում էր 10,000 մետր բարձրության վրա։ Նա մտածեց հոր մասին։ Ալբերտ Մանուկյանը պարզ մարդ էր, մասնագիտությամբ մեխանիկ, որը հանկարծակի մահացել էր սրտի խնդրից, երբ Արմենը ընդամենը 8 տարեկան էր։ Ր մնացել էր միայնակ, երեխա մեծացնելով, առանց բարձրագույն կրթության, առանց շատ տարբերակների։
Նա կարում էր պատվերով, քաղցրավենիք էր պատրաստում, լրացուցիչ դասեր էր տալիս։ Արմենը մեծացել էր, տեսնելով, թե ինչպես է մայրն աշխատում մինչ ուշ գիշեր, աչքերը կարմրած հոգնածությունից, բայց միշտ այն ժպիտով, երբ նա դպրոցից գալիս էր։ Երբ նա կրթաթոշակ ստացավ համալսարանի համար, տիկին Անահիտը երջանկությունից լաց եղավ։ Երբ նա իր առաջին աշխատանքը ստացավ միջազգային ընկերությունում, նա համեստ խնջույք կազմակերպեց բնակարանում, հրավիրեց բոլոր հարաններին։ Երբ նա ամուսնացավ Լիլիթի հետ, նա հագավ իր ունեցած ամենագեղեցիկ զգեստը պարեց խնջույքին, կարծես աշխարհի ամենաերջանիկ մարդը լիներ։ Ես այնքան հպարտ եմ քեզանով, տղաս, ասել էր նա այդ գիշեր, նրա դեմքը բռնելով իր կոշտացած ձեռքերի մեջ։ Դու այնքան հեռու ես հասել։ Հայրդ այնքան հպարտ կլիներ։ Եվ ինչպես էր նա փոխհատուցել այդ ամբողջ սերը։ Ավելի ու ավելի շատ աշխատելով, ավելի ու ավելի շատ ճամփորդելով, ավելի ու ավելի շատ հեռանալով։ Կարիերան դրել էր ամեն ինչից վեր։ Մորը միայնակ էր թողել օտար տանը մի հարսի հետ, որն ըստ ելույթին ատում էր նրան։ Անտեսել էր բոլոր նշանները, որովհետև այդպես ավելի հեշտ էր, ավելի հարմար, ավելի քիչ բարդ։ Ինքնաթիռը վերջապես վայրէջք կատարեց հայկական հողի վրա գիշերվա 10:15-ին։ Արմենը նույնիսկ ճամպրուկներին չսպասեց։ Վազեց Զվարթնոց օդանավակայանի տերմինալով, անցավ Մաքսատունը առանց կանգնելու, դուրս եկավ ուղիղ դեպի տաքսիների կայանատեղի։ Վարորդը բարեհամբույր տարեց մարդ էր, որը փորձեց խոսակցություն սկսել ֆուտբոլի մասին, բայց հանձնվեց, երբ հասկացավ, որ ուղորը նույնիսկ չի լսում։ Արմենը մտքում միայն կրկնում էր հասցեն, Վահագնի թաղամաս, կարծես տեղի անունն ասելով կարող էր մեքենային ավելի արագ ընթանալ ստիպել։ Մայրուղու երթևեկությունը շաբաթվա օրվա համար սովորականից թեթ էր։ Քաղաքի լույսերն անցնում էին պատուհանից, գովազդային վահանակները հայտարարում էին ապրանքներ, որոնք Արմենը չէր տեսնում, մարդիկ մայթերին ապրում էին իրենց սովորական կյանքով, մինչդեռ նա անցնում էր իր պատկերացրած ամենասարսափելի մղձավանջի միջով։ 40 րոպե անց տաքսին մտավ շքեղ թաղամաս, որտեղ գտնվում էր իր տունը։ Անվտանգության աշխատակիցը սովորականի պես ողջունեց նրան, առանց որևէ նշանի, որ ինչ-որ բան այն չէ։ Թաղամասի ծառապատ փողոցները հանգիստ էին, լուռ յուրաքանչյուր առանձնատուն պաշտպանված էր բարձր պարիսպներով, տեսախցիկներով։ Երբ տաքսին կանգնեց իր տան դարպասի դիմաց, Արմենը մի քանի թղթադրամ նետեց վարորդին, առանց մանրը սպասելու, գրեթե դուրս թռավ մեքենայից։ Առանձնատունը լուսավորված էր։ Նա կարող էր տեսնել հյուրասենյակի վառ լույսերը, լողավազանն իր կապտավուն լուսավորությամբ, ամեն ինչ կարծես թե նորմալ էր։ Գուցե դա սխալմունք էր։ Գուցե մայրը լավ էր։ Գուցե։ Նա դողացող մատներով հավաքեց կոդը էլեկտրոնային դարպասի վրա։ Դարպասը սահեց դանդաղ, այնքան դանդաղ։ Արմենը չսպասեց, որ այն մինչ վերջ բացվի, անցավ բացվածքով, հենց որ տեղավորվեց, վազեց այգու միջով դեպի գլխավոր դուռը։ Օգտագործեց բանալին, ուժով հրեց դուռը։ Մամ։ Մամ։ Լիլիթը հայտնվեց աստիճանների վերում, իջնելով այն հաշվարկված նրբագեղությամբ, որը միշտ բնորոշ էր նրան։ Նա հագել էր սպիտակ սպորտային համազգեստ, շիկահեր մազերը հավաքված էին պոչի մեջ, դեմքն առանց դիմահարդարման էր։ Նա զարմացած էր թվում, կամ գուցե ձացնում էր, թե զարմացած է։ Արմեն, ի՞նչ ես անում այստեղ։ Չէ։ Որ Սինգապուրում պետք է լինեիր։ Որտեղ է մայրս։ Լիլիթն իջավ մի քանի աստիճան, արտահայտությունը փոխվելով անհանգստության։ Մայրդ հանգստանում է, սիրելիս։ Նա այսօր իրեն լավ չէր զգում, ամբողջ օրն անկողնում է անցկացրել։ Սուտ է։ Նա ինձ զանգեց։ Ասաց, որ դու նրան փակել ես ինչ-որ տեղ։ Լիլիթի դեմքը նրբորեն փոխվեց։ Մի բանի փայլատակում, որը Արմենը չկարողացավ որսալ, մի բան, որն այնքան արագ անհետացավ, որ նա գրեթե կասկածեց, թե տեսել է։ Հետո նա հոգոց հանեց, գլուխը տարուբերելով անսահման համբերության արտահայտությամբ։ Արմեն, մայրդ վերջերս շատ շփոթված է։ Ես արդեն ասել եմ քեզ։ Նա բաներ է մոռանում, իրականությունը խառնում է երակայության հետ։ Այսօր առավոտյան նա պնդում էր, որ ես թաքցրել եմ իր զարդերը, մինչդեռ նա նույնիսկ թանկարժեք զարդեր չունի։ Դժվար օր էր։ Ես ուզում եմ տեսնել նրան։ Հիմա։ Նա քնած է, սիրելիս։ Հանգստացնող է խմել։ Ավելի լավ է թողնենք հանգստանա։ Բայց Արմենն արդեն բարձրանում էր աստիճաններով, անտեսելով Լիլիթի բողոքները։
Անցավ նրա կողքով, հատեց միջանցքը, հրեց այն սենյակի դուռը, որը հատուկ մոր համար էր կահավորել, երբ նա եկել էր ապրելու իրենց հետ։ Անկողին անթերի հարդարված էր, բարձերը դասավորված, բայց դատարկ։ Լիովին դատարկ։ Որտեղ է նա, Լիլիթ։ Որտեղ է մայրս։ Կինը հետել էր նրան մինչ սենյակ։ Նա խաչեց ձեռքերը, արտահայտությունն ավելի կոշտ դարձավ։ Ես արդեն ասացի։ Նա հանգստանում է։ Որ սենյակում։ Իր սենյակում։ Սա է իր սենյակը։ Ոչ, սիրելիս։ Այսօր նա ուզեց քնել հյուրասենյակում։ Գիտես, թե ինչպիսին։ Էնա դառնում, երբ շփոթված է։ Արմենը դուրս եկավ սենյակից, ուղիղ գնաց դեպի միջանցքի վերջում գտնվող հյուրասենյակ։ Այն նույնպես դատարկ էր։ Վերադարձավ, նայեց Լիլիթին մի կատաղությամբ, որը երբեք չէր զգացել իր կյանքում։ Ես այս տունը գլխիվայր շուռ կտամ, եթե պետք լինի։ Կփնտրեմ ամեն սենյակում, ամեն զգեստապահարանում, ամեն անկյունում։ Եվ դու ինձ հիմա, հենց այս պահին կասես, թե որտեղ է մայրս։ Լիլիթը երկար նայեց նրան։ Եվ հետո առաջին անգամ այն պահից, երբ Արմենը մտել էր տուն, նա վախ տեսավ նրա աչքերում։ Իսկական վախ։ Նա հիվանդանոցում է, վերջապես ասաց Լիլիթը, ցածր ձայնով։ Աշխարհը կանգ առավ։ Հիվանդանոցում։ Ինչո՞վ։ Ինչ է պատահել։ Դժբախտ պատահար էր, Արմեն։ Սարսափելի դժբախտ պատահար։ Արմենը զգաց, որ հատակը անհետանում է իր ոտքերի տակից։ Հիվանդանոց բառը արձագանքեց նրա ներսում սկո զանգի պես, ծանր վերջնական։ Նա նայեց Լիլիթին, այն կնոջը, ում հետ կիսել էր իր կյանքի վերջին 7 տարիները, հանկարծ նա լիովին անծանոթ թվաց։ Մի անծանոթ, որը նայում էր իրեն մի արտահայտությամբ, որը խառնուրդ էր մարտահրավերի։ Մի բանի, որը կարող էր լինել զղջում կամ գուցե պարզապես զայրույթ, բացահայտվելու համար։ Որ հիվանդանոցում։ Որ հիվանդանոցում, Լիլիթ։ Նաիրի բժշկական կենտրոնում։ Նա այնտեղ է ցերեկվանից։ Ցերեկվանից։ Եվ դու հարկ չհամարեցիր ինձ զանգել։ Ինձ տեղյակ պահել։ Մայրս հոսպիտալացված է, դու պարզապես։ Ես փորձեցի զանգել, Արմեն։ Լիլիթի ձայնը մի օկտավա բարձրացավ, ստանալով այն զոհի տոնը, որը նա այդքան լավ էր օգտագործում։ Մի քանի անգամ փորձեցի, բայց դու չէիր պատասխանում։ Այդ քո կարևոր թռիչքի մեջ էիր, այդ քո կարևորագույն հանդիպմանը, որը չէր կարելի ընդհատել։ Արմենը հանեց բջջայինը գրպանից, ստուգեց պատմությունը։ Իրոք, Լիլիթից 3 բաց թողնված զանգ կար, բոլորն արված, երբ նա Փարիզից Վիեննա թռչող ինքնաթիռում էր, հեռախոսը ինքնաթիռի ռեժիմում։ Բայց դա չէր բացատրում, թե ինչու նա չէր պատասխանել, երբ ինքն էր փորձել զանգել։ Չէր բացատրում մոր ձայնի հուսահատությունը։ Բացարձակապես ոչինչ չէր բացատրում։ Ինչ տեսակի դժբախտ պատահար։ Խոսքերը դուրս եկան սեղմված ատամների միջից։ Լիլիթը հայացքը թեքեց, սեռելով այն պատի անորոշ կետի վրա։ Նա փակված էր մնացել մթերանոցի սառնարանում։ Չգիտեմ ինչպես պատահեց, բայց երբ գտա նրան, հիպոթերմիայի վիճակում էր։ Փակված սառնարանում։ Արմենը սրտխառնոց զգաց, որը բարձրանում էր կոկորդով։ Ինչպես կարող է մարդ փակված մնալ սառնարանում։ Չգիտեմ, Արմեն։ Ես չեմ տեսել, թե ինչպես է պատահել։ Երբ իջա ստուգելու, թե ինչու նա չի ճաշել, դուռը փակ գտա։ Ստիպված եղավ վարպետ կանչել, բացելու համար։ Իսկ դու պատահաբար լսել ես, որ նա օգնություն է կանչում։ Ճչում է։ Դուռը թակում է։ Մթերանոցը հեռու է հյուրասենյակից, դու դա գիտես։ Եվ ես տեսազանգով էի հաճախորդի հետ։ Միայն գնացի ստուգելու, երբ։ Արմենը չսպասեց մնացածը լսելու։ Շրջվեց վազելով իջավ աստիճաններով, գրեթե սայթաքելով վերջին աստիճաններին։ Լիլիթը հետից ինչ-որ բան գոռաց, բայց նա արդեն ավտոտնակում էր, նստելով իր մեքենան։ Բմոյի շարժիչը մռնչաց, երբ նա չափազանց ուժեղ պտտեց բանալին, անիվները ջռացնելով մարմարի վրա, երբ արագացրեց դեպի ավտոմատ դարպասը։ Քաղաքն այժմ ավելի մարդաշատ էր, Երանի գիշերային կյանքը եռում էր, թե երկուշաբթի էր։ Մեքենաներն անցնում էին պողոտաներով, բարերը լիքն էին ծիծաղող ու խմող մարդկանցով, լուսավորված գովազդային վահանակները հայտարարում էին համերգների ու միջոցառումների մասին։
Արմենն անցավ այդ ամենի միջով, կարծես թունելում լիներ, տեսնելով միայն արջի ճանապարհը, մյուս մեքենաների լույսերը մշուշված արցունքներից, որոնք նա թույլ չէր տալիս թափվել։ Ճանապարհը մինչ Նաիրի բժշկական կենտրոն տեց 20 րոպե, որոնք 20 ժամ թվացին։ Նա անկանոն կայանեց բժիշկների համար նախատեսված տեղում, նույնիսկ ուշադրություն չդարձրեց, երբ անվտանգության աշխատակիցը գոռաց, որ այնտեղ չի կարելի կանգնել։ Վազելով մտավ գլխավոր նախասրահ։ Անցավ ընդունարանի աշխատակիցների կողքով, որոնք փորձում էին կանգնեցնել նրան, ուղիղ գնաց տեղեկատվական գրասեղանի մոտ։ Անահիտ Մանուկյան։ Որտեղ է նա։ Որ հիվանդասենյակում։ Աշխատակցուհին մուտքագրեց համակարգչում այն պրոֆեսիոնալ հանգստությամբ, որը Արմենին գրեթե խելագարեցնում էր անհամբերությունից։ Տիկին Անահիտ Մանուկյանը ընդունվել է ժամը 15:30-ին։ Նա գտնվում է հատուկ խնամքի բաժանմունքում, 312 հիվանդասենյակում։ Արմենը նույնիսկ շնորհակալություն չհայտնեց։ Վազեց դեպի վերելակները, անընդհատ սեղմում էր երրորդ հարկի կոճակը, կարծես դա կարող էր խցիկին ավելի արագ հասնել ստիպել։ Երբ դռները վերջապես բացվեցին ճիշտ հարկում, նա դուրս եկավ, նախքան դրանք կհասցնեին մինչ վերջ բացվել, բախվելով մի բուժքրոջ, որը դեղորայքով սկուտեղ էր տանում։ Ներողություն, կներեք։ Նա անցավ հատուկ բաժանմունքի կրկնակի դռներով, տենթագին փնտրելով հիվանդասենյակների համարները։ 302, 304, 308։ Երբ հասավ 312-ին, առաջին անգամ վարանեց։ Դուռը կիսաբա։ Ցեր, ներսից մեղմ լույս էր գալիս։ Նա կարող էր լսել մոնիտորների կանոնավոր ազդանշանները, հիվանդանոցներին բնորոշ այն ձայնը, որը միշտ սարսուռ էր առաջացնում նրա մոտ։ Արմենը դանդաղ հրեց դուռը։ Տիկին Անահիտը պառկած էր անկողնում, այնքան փոքր սպիտակ սավանների տակ, որ թվում էր, թե փոքրացել է։ Լարերն ու խողովակները նրա մարմինը միացնում էին անկողնու կողքի մոնիտորներին։ Կաթիլայինը դանդաղ կաթում էր ձախ թիերակի մեջ։ Սպիտակ մազերը, որոնք սովորաբար հավաքված էին այն խնամքով արված կոկոնի մեջ, ցրված էին բարձի վրա։ Բայց ամենաշատը Արմենին ցնցեց մոր դեմքը։ Այն գունատ էր, այնքան գունատ, որ մոմե թվում էր։ Շուրթերը թեթակի կապտավուն երանգ ունեին։ Փակ աչքերի տակ մուգ հետքեր կային։ Մամ։ Բառը դուրս եկավ խեղդված շշուկի պես։ Նա մոտեցավ անկողնուն, նրբորեն վերցրեց նրա ձեռքը։ Այն սառն էր, շատ ավելի սառը, քան պետք է լիներ։ Արմենը նստեց անկողնու կողքի աթոռին, բռնեց այդ տկար ձեռքն իր ձեռքերի մեջ, վերջապես թույլ տվեց, որ արցունքները թափվեն։ Ներիր ինձ, մամ։ Ներիր, որ այստեղ չէի։ Ներիր, որ քեզ չպաշտպանեցի։ Ներիր։ Նա չգիտեր, թե որքան մնաց այնտեղ, բռնած նրա ձեռքը, դիտելով, թե ինչպես է կուրծքը բարձրանում ու իջնում դանդաղ, կանոնավոր շարժումներով։ Սենյակի դուռը բացվեց, մի երիտասարդ բժշկուհի ներս մտավ, սպիտակ խալաթով պլանշետը ձեռքին։ Նա բարի աչքեր ուներ մեղմ ժպիտ, որը փորձում էր մխիթարական լինել։ Պարոն Մանուկյան։ Ես բժիշկ Անուշ Թորոսյանն եմ, ձեր մոր բուժող բժիշկը։ Արմենն անմիջապես ոտքի կանգնեց։ Ինչպես է նա։ Ինչ է պատահել։ Նա լավ կլինի։ Բժշկուհին ժեստով ցույց տվեց, որ նա դուրս գա սենյակից։ Եկեք միջանցքում խոսենք, որպեսզի նրան չանհանգստացնենք։ Նրանք քայլեցին մինչ միջանցքի վերջում գտնվող փոքր, դատարկ սպասասրահ։ Բժիշկ Անուշը նստեց, ցույց տվեց, որ Արմենը նույնպես նստի, բայց նա չկարողացավ։ Մնաց կանգնած, ձեռքերը խաչած, ամբողջ մարմինը լարված սպասում էր դատավճռին։ Ձեր մայրը այստեղ է բերվել չափավոր հիպոթերմիայի վիճակում։ Նրա մարմնի ջերմաստիճանը 32 աստիճան էր, երբ նորմալ 37-ն է։ Նա ունի ուժեղ ջրազրկման նշաններ, գտնվում էր կիսագիտակից վիճակում։ Բարեբախտաբար, մեզ հաջողվե ցկայունացնել նրա վիճակը։ Նա վտանգից դուրս է։ Արմենը զգաց, որ ծնկները թուլանում են թեթացումից։ Փառք Աստծո։ Երբ նա կարթնանա։ Հավանաբար առաջիկա ժամերին։ Մենք թեթ հանգստացնողներ ենք տվել, որպեսզի նրա օրգանիզմը կարողանա վերականգնվել առանց լրացուցիչ սթրեսի։ Բժշկուհին դադար տվեց, նայելով պլանշետին, կարծես զգուշորեն ընտրում էր հաջորդ խոսքերը։ Պարոն Մանուկյան, ես պետք է ձեզ մի քանի հարց տամ այն հանգամանքների մասին, որոնք ձեր մորը հասցրել են այս վիճակին։ Կինս ասաց, որ դա դժբախտ պատահար էր։
որ նա փակված է մնացել մթերանոցի սառնարանում։ Իսկ դուք հավատո՞ւմ եք դրան։ Հարցը Արմենին անակնկալի բերեց։ Նա նայեց բժշկուհուն, փորձելով հասկանալ, թե ինչ է նա ակնարկում։ Ինչու՞ չպետք է հավատամ։ Բժիշկ Անուշը հոգոց հանեց։ Որովհետև բացի հիպոթերմիայից մենք ֆիզիկական զննման ընթացքում այլ անհանգստացնող նշաններ ենք գտել։ Ձեր մայրը զգալիորեն քաշի պակաս ունի իր տարիքի հասակի համար։ Նրա թերին մեջքին կամ բուժման տարբեր փուլերում գտնվող կապտուկներ, որոշները նոր, որոշները հին։ Նրա եղունգները ցույց են տալիս երկարած սննդային անբավարարության նշաններ։ Եվ նրա դաստակներին կան հետքեր, որոնք համատեղելի են որը տեսակի կապանքների հետ։ Արմենը զգաց, որ արյունը սառչում է երակներում։ Ինչ եք դուք ասում։ Ես ասում եմ, որ այն նշանները, որոնք մենք նկատել ենք, համապատասխանում են անտեսման տարեց մարդու նկատմամբ հնարավոր բռնությանը, պարոն Մանուկյան։ Ես չեմ կարող վստահաբար պնդել, բայց իմ բժշկական պարտքն է այս կասկածների մասին հայտնել իրավասու մարմիններին։ Արդեն իսկ տեղեկացրել եմ մեր սոցիալական աշխատողին, գործը գնահատելու համար։ Բռնություն։ Արմենը ստիպված եղավ հենվել պատին։ Բժշկուհու խոսքերը կարծես շատ հեռվից էին գալիս, խիտ մառախուղի միջով։ Դուք ասում եք, որ ինչ-որ մեկը վնասում էր մորս։ Իմ սեփական տանը։ Դա մի հնարավորություն է, որը պետք է հետաքննվի։ Պարոն Մանուկյան, երբ եք վերջին անգամ անձամբ տեսել ձեր մորը։ Արմենը փորձեց հիշել։ Իր վերջին ուղղորությունը սկսվել էր։ Որքան ժամանակ առաջ։ 2 շաբաթ։ 3։ Եվ դրանից առաջ նա հազիվ թե տանն էր մնում։ Միշտ գործնական ընթրիք ուներ, շնորհանդես նախապատրաստելու միջազգային հեռախոսազրույց։ Նույնիսկ երբ ֆիզիկապես ներկա էր, միտքը միշտ այլ տեղ էր, աշխատանքի խնդիրներ լուծելով։ Մի քանի շաբաթ։ Խոստովանությունը դուրս եկավ ցավոտ, ապակու բեկորի պես։ Բժիշկ Անուշը նրան չդատապարտեց, համենայն դեպս ոչ բացահայտ, բայց Արմենը զգաց դատաստանի ծանրությունն իր ուսերին։ Ինչպես նա չէր նկատել։ Ինչպես էր թույլ տվել, որ դա տեղի ունենա իր սեփական հարկի տակ։ Սոցիալական աշխատողը կցանկանա խոսել ձեզ հետ երբ նա արթնանա, ձեր մոր հետ։ Մինչ այդ, ձեր մայրը կմնա հիվանդանոցում հսկողության տակ։ Ես ուզում եմ վստահ լինել, որ նա լիովին վերականգնվել է, նախքան մենք կքննարկենք դուրսգրումը։ Որքան ժամանակ է նա մնացել այդ սառնարանում։ Հիմնվելով հիպոթերմիայի ծանրության օրգանիզմի արձագանքի վրա, գնահատում եմ, որ 4-ից 6 ժամ։ 4-ից 6 ժամ։ Արմենը փակեց աչքերը, փորձելով նույնիսկ չպատկերացնել այն սարսափը, որ մայրը պետք է զգացած լիներ։ Թափանցող ցուրտը։ Խավարը։ Ճչալու հուսահատությունը, առանց որե մեկի գալու։ Աճող համոզմունքը, որ նա կմահանա այնտեղ, միայնակ, մոռացված։ Նա հետանքներ կունենա։ Դեռ վաղ է ասել։ Հիպոթերմիան կարող է որոշ երկարատ ազդեցություններ ունենալ, հատկապես տարեց մարդկանց մոտ։ Բայց նա ժամանակին բուժում է ստացել։ Մենք նրան ուշադիր կհետենք։ Բժշկուհին ոտքի կանգնեց, մի ձեռքը դրեց Արմենի ուսին, մխիթարության ժեստով։ Գիտեմ, որ դժվար է այս ամենը ընկալել։ Բայց ձեր մայրը ողջ է, այժմ անվտանգ է։ Մենք կհոգանք նրա մասին։ Եվ կպարզենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Այն բանից հետո, երբ բժշկուհին դուրս եկավ, Արմենը վերադարձավ հիվանդասենյակ։ Աթոռը մոտեցրեց անկողնուն նորից բռնեց մոր ձեռքը։ Նա դիտում էր նրա դեմքը, փնտրելով այն դաժան վերաբերմունքի նշանները, որոնց մասին բժշկուհին նշել էր։ Ինչպես նա առաջ չէր տեսել։ Կապտուկները, քաշի կորուստը, այն ձև, որով նա կծկվում էր ամեն անգամ, երբ Լիլիթը սենյակ էր մտնում։ Բոլոր նշաններն այնտեղ էին, գոռում էին իր երեսին, բայց նա չափազանց զբաղված էր, չափազանց կարևոր, չափազանց բացակա նկատելու համար։ Ժամերը դանդաղ անցան։ Բուժքույրերը պարբերաբար մտնում էին ստուգելու կենսական նշանները, տեղեկություններ գրանցելու քարտերում, կարգավորելու կաթիլայինի հոսքը։ Արմենը ոչ մի րոպե դուրս չեկավ սենյակից։ Գիշերվա մոտ 3-ին նա զգաց, որ իր բռնած ձեռքը թեթակի շարժվեց։ Տիկին Անահիտի աչքերը դանդաղ բացվեցին, դեռս մշուշոտ հանգստացնողներից։ Արմեն։ Ձայնն այնքան թույլ էր, որ նա գրեթե չլսեց։ Ես այստեղ եմ, մամ։ Ես այստեղ եմ։
Նա փորձեց ժպտալ, բայց ջանքը կարծես սպառեց նրան։ Դու վերադարձար։ Իհարկե վերադարձա։ Դու ինձ զանգեցիր, հիշում ես։ Օգնություն խնդրեցիր։ Նրա աչքերը լցվեցին արցունքներով։ Ես այնքան էի վախենում։ Այնքան էի մրսում։ Կարծեցի, թե կմահանամ այնտեղ։ Չես մահանալու, մամ։ Դու հիմա անվտանգ ես։ Ես այստեղ եմ, այլս երբեք թույլ չեմ տա, որ որևէ մեկը քեզ վնասի։ Տիկին Անահիտը նորից փակեց աչքերը, արցունքները հոսելով քունքերով։ Դա նա էր, Արմեն։ Լիլիթը։ Նա ինձ դիտմամբ փակեց այնտեղ։ Ինչու, մամ։ Ինչու նա դա կաներ։ Որովհետև ես տեսա։ Ես տեսա, թե նա ինչ էր անում։ Ինչ տեսար։ Բայց տիկին Անահիտն արդեն նորից քնել էր, հյուծված կարճ խոսակցությունից։ Արմենը մնաց նստած այնտեղ, միտքը եռալով հարցերից։ Ինչ էր տեսել մայրը։ Ինչ գաղտնիք էր Լիլիթը թաքցնում, որը նրան կստիպեր նման սարսափելի բան անել։ Երանի վրա մոխրագույն լուսաբաց բացվեց։ Արմենը դիտում էր առավոտյան մեղմ լույսը, որը մտնում էր սենյակի պատուհանից, լուսավորելով մոր դեմքը։ Նա ոչ մի րոպե չէր քնել, բայց հոգնածություն չէր զգում։ Զգում էր միայն սառը բյուրեղյա զայրույթ, որն աճում էր իր ներսում։ Առավոտյան մոտ 9-ին, մոտ 50 տարեկան մի կին մտավ սենյակ։ Նա ուներ կարճ, շագանակագույն մազեր, կրում էր գունավոր շրջանակով, ակնոց ձեռքին կաշվե պայուսակ ուներ։ Նրա վարքագիծը միաժամանակ պրոֆեսիոնալ էր ջերմ։ Պարոն Մանուկյան։ Ես Մարիամ Խաչատրյանն եմ, հիվանդանոցի սոցիալական աշխատողը։ Բժիշկ Անուշը խնդրեց ինձ գնահատել ձեր մոր գործը։ Նրանք նորից խոսեցին միջանցքում։ Մարիամը մանրամասն հարցեր տվեց տիկին Անահիտի առօրյայի, նրա խնամքով զբաղվողների, վարքի փոփոխությունների մասին, որոնք Արմենը կարող էր նկատած լինել։ Նա պատասխանեց դաժան անկեղծությամբ, խոստովանելով իր սեփական անփութությունը, մշտական ճամփորդությունները, իր բացակայությունը։ Պարոն Մանուկյան, ես այստեղ չեմ ձեզ դատելու համար, մեղմորեն ասաց Մարիամը։ Ես այստեղ եմ, ձեր մորը պաշտպանելու համար։ Եվ հիմնվելով այն բանի վրա, ինչ բժիշկ Անուշը նկատել է, ինչ դուք եք ինձ պատմում, ես կարծում եմ, որ ձեր մայրը համակարգված բռնության զոհ է դարձել։ Սա լուրջ հանցագործություն է։ Ինչ անեմ։ Ինչպես պաշտպանեմ նրան։ Առաջին հերթին, ձեր մայրը չի կարող վերադառնալ այդ տուն, քանի դեռ ձեր կինն այնտեղ է։ Երկրորդ, խորհուրդ եմ տալիս, որ դուք իրավաբանական խորհրդատվություն փնտրեք։ Կամ պաշտպանական միջոցներ, որոնք կարելի է պահանջել։ Եվ երրորդ, երբ ձեր մայրը վիճակում լինի, ես պետք է խոսեմ նրա հետ, ավելի լավ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել։ Նա արդեն ինձ ասել է։ Իմ կինն է նրան փակել սառնարանում։ Մարիամը ինչ-որ բան գրառեց պայուսակում։ Ես դա կներառեմ իմ զեկույցում։ Բայց ավելի շատ ապացույցներ կպահանջվեն, պարոն Մանուկյան։ Ձեր մոր խոսքը ձեր կնոջ խոսքի դեմ կա։ Ռող է բավարար չլինել, հատկապես եթե ձեր կինը լավ փաստաբաններ վարձի։ Ուրեմն ինչ է ինձ պետք։ Ապացույցներ։ Վկաներ։ Փաստաթղթեր։ Ցանկացած բան, որը կարող է հաստատել ձեր մոր վարկածը։ Երբ Մարիամը դուրս եկավ, Արմենը մնաց այնտեղ միջանցքում մտածելով։ Ապացույցներ։ Վկաներ։ Իր տունը անվտանգության տեսախցիկներ ուներ, բայց Լիլիթն էր վերահսկում համակարգը։ Սաթենիկը, տնտեսուհին, ազատվել էր աշխատանքից, բայց գուցե կարողանար վկայություն տալ։ Կային հարանները, մյուս աշխատակիցները, որոնք տարիների ընթացքում աշխատել էին տանը։ Նա հանեց բջջայինը, զանգեց իրավաբանական գրասենյակ, որը ծառայություններ էր մատուցում իր ընկերությանը։ Խնդրեց ուղիղ խոսել ավագ գործընկեր, փաստաբան Լուսինե Դավթյանի հետ, 60 տարեկան մի կնոջ, որը հայտնի էր իր պաշտպանած գործերում ցուցաբերած դաժանությամբ։ Արմեն, ինչ անակնկալ։ Լսել եմ, որ չեղարկել ես Սինգապուրի ուղղորությունը։ Ամեն ինչ կարգին է։ Ոչ, Լուսինե։ Ոչինչ կարգին չէ։ Ես օգնության կարիք ունեմ։ Շտապ օգնության։ Նա ընդհանուր գծերով բացատրեց իրավիճակը, փորձելով ձայնը հաստատո։ Պահել, բայց զգալով, որ այն որոշ պահերի կոտրվում է։ Լուսինեն լուր լսում էր նրան, տալով կոնկրետ հարցեր, նրա իրավաբանական միտքն արդեն աշխատում էր հնարավորությունների վրա։
Արմեն, սա շատ լուրջ է։ Խոսքը խոշտանգման, տարեց մարդու նկատմամբ դաժան վերաբերմունքի, հնարավոր սպանության փորձի մասին է։ Քո կինը կարող է տասնյակ տարիների ազատազրկման դատապարտվել, եթե կարողանանք ապացուցել։ Կարող եք ինձ օգնել։ Կարող եմ կօգնեմ։ Բայց դու պետք է մի բան հասկանաս։ Լիլիթը հայտնի է, հարգված, կարևոր սոցիալական կապեր ունի։ Նա պաշտպանվելու է իր ունեցած բոլոր միջոցներով։ Սա տգեղ է լինելու, Արմեն։ Շատ տգեղ։ Ինձ չի հետաքրքրում։ Նա գրեթե սպանեց մորս։ Ուրեմն գնում ենք պատերազմի։ Ես հիմա կգամ հիվանդանոց, որպեսզի սկսենք գործը կառուցել։ Եվ Արմեն, այլս մի խոսիր կնոջդ հետ առանց վկաների կամ փաստաբանի։ Ցանկացած բան, որ ասես, կարող է օգտագործվել քո կամ մոր դեմ։ Երբ Արմենն անջատեց հեռախոսը, տարօրինակ կերպով թեթացած զգաց։ Գրեթե 24 ժամվա մեջ առաջին անգամ նա զգում էր, որ որոշակի վերահսկողություն ունի իրավիճակի նկատմամբ։ Նա այլս պարզապես հուսահատ որդի չէր։ Հիմա նա ծրագիր ուներ, դաշնակիցներ ուներ, առջում ճանապարհ ուներ։ Վերադարձավ սենյակ, գտավ տիկին Անահիտին արթնացած, պատուհանից դուրս նայելիս։ Նա շրջեց դեմքը, երբ լսեց նրա քայլերը, Արմենը նրա աչքերում մի բան տեսավ, որը երբեք չէր տեսել։ Դա վախ էր, բայց նա հույս։ Հույս, որ այս անգամ ինչ-որ մեկը կհավատա նրան։ Որ այս անգամ նա միայնակ չի լինի։ Մամ, այս անգամ ամեն ինչ ճիշտ եմ անելու։ Խոստանում եմ։ Դո։ Ու այլս երբեք ստիպված չես լինի վախենալ։ Տիկին Անահիտը մեկնեց ձեռքը, Արմենը բռնեց այն։ Ես միշտ գիտեի, որ դու կգաս, տղաս։ Միշտ գիտեի։ Եվ այնտեղ, այդ հիվանդանոցի սենյակում, առավոտյան գունատ լույսի ներքո, Արմենը լուր երդում տվեց։ Անկախ նրանից, թե ինչ կարժենա, անկախ նրանից, թե որքան ժամանակ կպահանջվի, նա կապահովեր, որ արդարությունը հաղթանակի։ Եվ որ Լիլիթը վճարի իր մորը պատճառած տառապանքի յուրաքանչյուր պահի համար։ Պատերազմը նոր էր սկսվում։ Փաստաբան Լուսինե Դավթյանը Նաիրի բժշկական կենտրոն հասավ Արմենի զանգից 2 ժամ անց։ Նա տպավորիչ կին էր, ջերմակած մազերը հետ սանրված էլեգանտ կոկոնի մեջ, հագին անթերի մուգ կապույտ կոստյում, ձեռքին կաշվե պայուսակ, որը շատ դատական մարտեր էր տեսել։ Լուսինեն համբավ ուներ, որ անողոք է, երբ պաշտպանում է իր հաճախորդներին, բայց նա հայտնի էր իր անկեղծ կարեկցանքով խոցելի զոհերի հետ կապված գործերում։ Արմենը նրան տարիներ շարունակ ճանաչում էր, այն օրվանից, երբ նա սկսել էր իրավաբանական խորհրդատվություն տրամադրել այն միջազգային ընկերությանը, որտեղ ինքն աշխատում է։ Եթե կար մեկը, ում նա կարող էր վստահել այս պահին, դա նա էր։ Նրանք հանդիպեցին նույն սպասասրահում, որտեղ Արմենը ժամեր առաջ խոսել էր բժիշկ Անուշի հետ։ Լուսինեն նստեց, էլեգանտ կերպով խաչեց ոտքերը, բացեց պայուսակը, հանելով նոթատետր ու գրիչ։ Արմեն, նախքան սկսելը, պետք է հասկանաս, թե ինչի հետ գործ ունենք, ասաց նա, ձայնը հաստատուն, բայց մեղմ։ Լիլիթը սովորական մարդ չէ։ Նա ունի անթերի հանրային կերպար, մասնակցում է բարեգործական միջոցառումների, լուսաբանվում է մամուլում, ունի ազդեցիկ ընկերներ Երանյան հասարակության մեջ։ Երբ այս ամենը հանրությանը հայտնի դառնա, դա տեղի է ունենալու, նա ռեսուրսներ կունենա շատ ագրեսիվ կերպով պաշտպանվելու համար։ Ինձ չի հետաքրքրում, թե նա ինչ ռեսուրսներ ունի։ Նա գրեթե սպանեց մորս։ Գիտեմ։ Եվ հենց դրա համար մենք պետք է լինենք ռազմավարական մանրակրկիտ։ Մեկ սխալ քայլը կարող է ամբողջ գործը փչացնել։ Լուսինեն սեղմեց գրիչի կոճակը, պատրաստվելով գրառումներ անել։ Եկ սկսենք ամենասկզբից։ Պատմիր ինձ ամեն ինչ, այն օրվանից, երբ մայրդ եկավ ապրելու ձեզ հետ։ Արմենը Հաջ։ Որջ ժամը մանրամասն պատմեց վերջին 2 տարիների մասին։ Խոսեց հոր մահվան, այն մասին, թե ինչպես էր տիկին Անահիտը կորցրել իրեն նոր Նորքի դատարկ բնակարանում, նրան Վահագնի առանձնատուն բերելու որոշման մասին։ Խոսեց, թե ինչպես էր Լիլիթը սկզբում արձագանքել, ծածնելով ոգորություն, բայց ավելի ու ավելի թունոտ մեկնաբանություններ անելով իր անձնական տարածքը կորցնելու մասին։ Խոսեց մշտական ճամփորդությունների, այն մասին, թե ինչպես էր հեռացել, չնկատելով բոլոր այն նշանների մասին, որոնք անտեսել էր։ Լուսինեն ուշադիր լսում էր, նշելով կարևոր կետեր։ Իսկ աշխատակիցներ։ Քանի։ Մարդ է աշխատում տանը։ 3 հոգի ունեինք։ Սաթենիկը, տնտեսուհին, որն աշխատում էր մեզ հետ մորս գալուց առաջ։
Կար նա այգեպանը, պարոն Հովհաննեսը, որը շաբաթը 2 անգամ էր գալիս։ Եվ Կարինեն, որը շաբաթը 3 անգամ ծանր մաքրություն էր անում։ Դու ասացիր, ունեինք։ Բոլորին են աշխատանքից ազատել։ Սաթենիկին ազատեցին մոտ 4 ամիս առաջ։ Լիլիթն ասաց, որ նա գողություն է անում, բայց հիմա կարծում եմ, որ դա այն պատճառով էր, որ Սաթենիկը պետք է ինչ-որ բան տեսած լիներ։ Հովհաննեսը դադարեց գալ 2 ամիս առաջ, երբեք ճիշտ չհասկացավ, թե ինչու։ Միայն Կարինեն է դեռ այնտեղ աշխատում։ Լուսինեն ինչ-որ բան ընդգծեց իր գրառումներում։ Սաթենիկն ու Հովհաննեսը վճռորոշ են։ Մենք պետք է գտնենք նրանց, լսենք, թե ինչ ունեն ասելու։ Դու ունես նրանց կոնտակտները։ Սաթենիկինը ունեմ։ Հովհաննեսինը չգիտեմ, բայց կարող եմ գտնել։ Հիանալի է։ Ես մասնավոր քննիչ կնշանակեմ նրանց գտնելու խոսելու համար։ Մենք պետք է դա արագ անենք, նախքան Լիլիթը կփորձի նրանցից առաջ ընկնել։ Լուսինեն շրջեց էջը։ Իսկ տան անվտանգության համակարգի մասին։ Տեսախցիկներ ունեք։ Այո, մի քանիսը։ Մուտքի մոտ, հյուրասենյակում, այգում, խոհանոցում։ Լիլիթն է տեղադրել, ասաց, որ դա մեր անվտանգության համար է, երբ թաղամասում կողոպուտներ եղան։ Լուսինեի աչքերը փայլեցին։ Դա կարող է մեր փրկությունը լինել։ Ձայնագրությունները, հավանաբար, պահվում են ինչ-որ սերվերում կամ ամպային պահոցում։ Եթե կարողանանք մուտք գործել դրանց, նախքան դրանք կջնջվեն, մենք կունենանք տեսողական ապացույցներ, թե ինչ է տեղի ունեցել։ Բայց Լիլիթն է վերահսկում համակարգը։ Նա կարող է արդեն ջնջած լինել ամեն ինչ։ Գուցե։ Բայց ժամանակակից անվտանգության համակարգերը սովորաբար ունենում են ավտոմատ պահուստային պատճեններ։ Եվ թվային ֆայլերը ջնջելը չի նշանակում դրանք ամբողջությամբ ոչնչացնել։ Լավ դատական տեխնիկը կարող է շատ բան վերականգնել։ Լուսինեն փակեց նոթատետրը։ Ինձ դատական թույլտվություն է պետք լինելու այդ ձայնագրություններին հասանելիություն ստանալու համար։ Դրա համար ես պետք է խոսեմ Մորթ հետ։ Նա խոսելու վիճակում է։ Արթուն է, բայց դեռ շատ թույլ։ Կփորձեմ կարճ լինել։ Նրանք միասին մտան սենյակ։ Տիկին Անահիտը նստած էր անկողնում, հենված բարձերին, խմում էր արգանակ, որը բուժքույրը բերել էր։ Նա մի փոքր ավելի լավ տեսք ուներ, քան նախորդ գիշեր, դեմքին ավելի շատ գույն կար, բայց դեռ չափազանց փխրուն էր։ Երբ տեսավ Արմենին, անծանոթ կնոջ հետ մտնելիս, նրա աչքերը լայն բացվեցին վախի փայլատակումով։ Հանգիստ, մամ։ Սա փաստաբան Լուսինեն է։ Նա մեզ կօգնի։ Լուսինեն դանդաղ մոտեցավ, հարգելով տիկին Անահիտի տարածքը։ Նստեց անկողնու կողքի աթոռին։ Խոսեց մեղմ, գրեթե մայրական ձայնով։ Տիկին Անահիտ, գիտեմ, որ դուք սարսափելի բանի միջով եք անցել։ Պետք է շատ դժվար լինի դրա մասին խոսել։ Բայց որպեսզի ես կարողանամ ձեզ պաշտպանել, երաշխավորել, որ սա այլս երբեք չի կրկնվի, ինձ պետք է, որ դուք պատմեք, թե ինչ է տեղի ունեցել երեկ։ Կարող եք դա անել։ Տիկին Անահիտը նայեց Արմենին, որը քաջալերող գլխով արեց։ Հետո նա խորը շունչ քաշեց, սկսեց խոսել, ձայնը դողացող, բայց վճռական։ Լիլիթը միշտ սառն է եղել ինձ հետ։ Առաջին իսկ օրվանից, երբ ոտք դրեցի այդ տուն, զգացի, որ ցանկալի չեմ։ Բայց սկզբում նա քողարկում էր, ծածնում էր բարի, երբ Արմենը մոտ էր լինում։ Այն բանից հետո, երբ նա սկսեց ավելի շատ ճամփորդել, նա դադարեց ծածնել։ Ինչ տեսակի բաներ էր նա անում։ Սկզբում միայն խոսքեր էին։ Ասում էր, որ ես բեռ եմ, որ խանգարում եմ իր կյանքին, որ պետք է ծերանոց գնայի։ Ես փորձում էի աննկատ լինել, մնալ իմ սենյակում, չանհանգստացնել։ Բայց դա երբեք բավարար չէր։ Արցունքները սկսեցին հոսել։ Հետո նա սկսեց թաքցնել իմ ուտելիքը։ Ես գնում էի ընթրելու, նա ասում էր, որ ես արդեն կերել եմ, որ ես շփոթվում եմ։ Այլ անգամներ ինձ ժամերով փակում էր սենյակում, ասելով, որ դա իմ իսկ բարօրության համար է, որ ես վտանգավոր եմ դարձել։ Արմենը զգաց, որ սիրտը կտոր-կտոր է լինում։ Մամ, ինչու դու ինձ երբեք չես պատմել։ Ես փորձել եմ, տղաս։ Բայց դու միշտ զբաղված էիր, միշտ վազքի մեջ, միշտ այդ հեռախոսը ձեռքիդ։ Եվ երբ սկսում էի խոսել, Լիլիթը հայտնվում էր փոխում թեման կամ հորինում, որ ես շփոթված եմ, որ բաներ եմ մոռանում։ Դու միշտ հավատում էիր նրան։
Մեղքի զգացումը դանակի պես խոցեց Արմենին։ Նա ճիշտ էր։ Նա միշտ հավատացել էր Լիլիթին։ Միշտ ավելի հեշտ էր հավատալ, որ մայրը ծերունական մարազմի մեջ է ընկնում, քան դիմակայել այն հնարավորությանը, որ իր կինը կարող է դաժան լինել։ Լուսինեն մեղմորեն շարունակեց. Իսկ երեկ, տիկին Անահիտ։ Ինչ պատահեց երեկ։ Տիկին Անահիտը փակեց աչքերը, կարծես քաջություն էր հավաքում։ Ես առավոտյան իմ սենյակում էի, երբ Արմենի աշխատասենյակից տարօրինակ ձայներ լսեցի։ Իջա տեսնելու լսեցի, թե ինչպես է Լիլիթը հեռախոսով խոսում։ Նա վիճում էր փողի, բանկային հաշիվն է։ Լի մասին, այն մասին, թե ինչպես է մուտք գործելու ամեն ինչին, հենց որ կարողանա ինձ ճանապարհից հանել։ Նա ասաց, որ ես միակ բանն եմ, որը խանգարում է իր ծրագրերին։ Նա տեսավ, որ դուք լսում եք։ Այո։ Երբ վերջացրի լսելը, շրջվեցի, որ գնամ, նա դռան մոտ էր, ինձ էր նայում։ Նրա աչքերը, փաստաբան, երբեք այդքան ատելություն չեմ տեսել։ Նա մոտեցավ ինձ, բռնեց թիցս քարշ տվեց մինչ խոհանոց։ Ես փորձեցի դիմադրել, բայց նա շատ ավելի ուժեղ է։ Ինձ հրեց մթերանոցի սառնարանի մեջ, դրսից փակեց դուռը։ Դուք ճչացի՞ք։ Օգնություն կանչեցիք։ Ճչացի, մինչ ձայնս կտրվեց։ Թակեցի դուռը, մինչ ձեռքերս վնասվեցին։ Բայց մթերանոցը մեկուսացված է, այնտեղից ոչ ոք ոչինչ չի լսում։ Եվ Լիլիթն ավելի վաղ Կարինեին տուն էր ուղարկել, ասելով, որ այդ օրը նրա կարիքը չի ունենա։ Տիկին Անահիտը հեկեկաց։ Ես մնացի այնտեղ, խավարի մեջ, ցուրտը դանակների պես կտրում էր ինձ։ Կորցրի ժամանակի զգացողությունը։ Կարծեցի, թե կմահանամ։ Հետո հիշեցի, որ բաճկոնիս գրպանում բջջայինս է։ Կարողացա զանգել Արմենին։ Իսկ զանգելուց հետո։ Չգիտեմ։ Կարծում եմ, ուշագնաց եղա։ Հաջորդ բանը, որ հիշում եմ, շտապօգնության մեքենայում լինելն է։ Լուսինեն կատաղի գրառում։ Ներ էր անում։ Տիկին Անահիտ, դուք ուրիշ մեկն ունեք, որը կարող է հաստատել այս ագրեսիաները։ Մեկը, որը կարող էր ինչ-որ բան տեսած լինել։ Սաթենիկը գիտեր։ Դրա համար Լիլիթը նրան ազատեց։ Սաթենիկը մի քանի անգամ փորձել է ինձ պաշտպանել, ինձ հետ էր մնում, երբ Արմենը ճամփորդում էր։ Բայց հետո Լիլիթը հորինեց այդ գողության պատմությունը նրան տուն ուղարկեց։ Ես կգտնեմ Սաթենիկին, խոստացավ Լուսինեն։ Եվ ես կանեմ այնպես, որ ձեր պատմությունը լսվի, տիկին Անահիտ։ Դուք շատ խիզախ էիք, այս ամենը պատմելով։ Սենյակից դուրս գալուց հետո Լուսինեն լուրջ արտահայտությամբ շրջվեց դեպի Արմենը։ Քո գործը ամուր է, բայց բարդ։ Ես կկազմեմ շտապ պաշտպանական միջոցի միջնորդություն մորթ համար խուզարկության ու առգրավման հրաման, տեսախցիկների ձայնագրությունների համար։ Նա կպահանջեմ Լիլիթի անհապաղ հեռացումը բնակավայրից։ Բայց Արմեն, դու պետք է պատրաստ լինես։ Երբ նա ստանա այս ծանուցումները, նա կարձագանքի։ Եվ դա կարող է գեղեցիկ չլինել։ Թող արձագանքի։ Ուզում եմ, որ նա ցույց տա, թե ով է իրականում։ Լուսինեն ձեռքը դրեց նրա ուսին։ Ես կնշանակեմ Էդուարդ Լոնյանին, մեր լավագույն մասնավոր քննիչին, որպեսզի գտնի Սաթենիկին Հովհաննեսին։ Նա կխնդրեմ, որ նա ուսումնասիրի Լիլիթի անցյալը, փնտրի այլ դեպքեր, այլ աշխատատեղեր, ցանկացած բան, որը կարող է վկայել վարքի օրինաչափության մասին։ Կարծում եք, նա դա նախկինում էլ է արել։ Այս տեսակի բռնություն գործող մարդիկ հազվադեպ են սկսում ոչնչից։ Սովորաբար պատմություն կա։ Հաջորդ 48 ժամվա ընթացքում Արմենի կյանքը վերածվեց փաստաբանների հետ հանդիպումների, քննիչների հետ խոսակցությունների մոր անկողնու մոտ հերթապահության մրրիկի։ Նա տուն չվերադարձավ։ Լիլիթի հետ չխոսեց։ Սենյակ վարձեց հիվանդանոցի հարանությամբ գտնվող հյուրանոցում հերթով մի քանի ժամ քնում էր ու ներկա լինում տիկին Անահիտի մոտ։ Էդուարդ Լոնյանը, մասնավոր քննիչը, 50 անց մի տղամարդ էր, ջաղատ, միշտ ջինսերով, կաշվե բաճկոնով, խորաթափանց հայացքով, որը կարծես մարդկանց կարդում էր բաց գրքերի պես։ Նա աշխատեց տպավորիչ արդյունավետությամբ։ 24 ժամից էլ քիչ ժամանակում նա գտել էր Սաթենիկին։ Նախկին տնտեսուհին ապրում էր Երանի Շենգավիթ համայնքի մի հասարակ տանը։ Երբ Էդուարդն ու Արմենը հայտնվեցին նրա դռան մոտ, Սաթենիկը բացեց անմիջապես սկսեց լաց լինել, տեսնելով Արմենին։
Պարոն Արմեն։ Փառք Աստծո, որ եկաք։ Ես այնքան անհանգստացած էի տիկին Անահիտի համար։ Նրանք նստեցին փոքրիկ հյուրասենյակում, որտեղ Սաթենիկը սուրճ հյուրասիրեց պատմեց իր պատմությունը արցունքների ու հեկեկոցների միջով։ Ես փորձում էի պաշտպանել նրան, իսկապես փորձում էի։ Բայց տիկին Լիլիթը շատ խորամանկ էր։ Ամենավատ բաներն անում էր, երբ գիտեր, որ ոչ ոք չի նայում։ Ես տեսնում էի հետքերը, տեսնում էի, թե ինչպես է տիկին Անահիտը գնալով նիհարում, ավելի վախեցած դառնում։ Մի անգամ փորձեցի խոսել ձեզ հետ, հիշում եք։ Բայց տիկին Լիլիթը հայտնվեց հորինեց այն պատմությունը, թե ես զարդեր եմ գողանում։ Զարդեր, որոնք նույնիսկ գոյություն չունեին։ Ինչու դուք ոստիկանություն չգնացիք։ Եվ ով կհավատար ինձ, հարուստ հայտնի կնոջ դեմ, ինչպիսին տիկին Լիլիթն է։ Մի հասարակ տնտեսուհու։ Ինձ պետք էր փոխհատուցման գումարը, հիվանդ մորս խնամելու համար։ Բայց ես երբեք չդադարեցի անհանգստանալ տիկին Անահիտի համար։ Երբեք։ Էդուարդը ձայնագրեց նրա ամբողջ ցուցմունքը։ Նա կապ հաստատեց Հովհաննեսի այգեպանի հետ, որը հաստատեց, որ ականատես է եղել մի քանի տարօրինակ դրվագների։ Մի անգամ տեսել էր, թե ինչպես է Լիլիթը ուժով հրում տիկին Անահիտին այգում։ Մեկ այլ անգամ լսել էր տան ներսից եկող ճիչեր։ Բայց Հովհաննեսը Սաթենիկի պես վախենում էր դիմակայել այդքան հզոր կնոջը։ Մարդիկ վախենում են դեմ գնալ հարուստներին, ասաց Էդուարդը Արմենին, երբ նրանք մեքենայով վերադառնում էին Հովհաննեսի թաղամասից։ Բայց հիմա մենք երկու վկա ունենք, որոնք պատրաստ են ցուցմունք տալ։ Դա ամեն ինչ փոխում է։ Վճռորոշ շրջադարձը տեղի ունեցավ երրորդ օրը։ Էդուարդը, օգտագործելով իր կապերը տեխնոլոգիաների ոլորտում, կարողացավ հետել տան անվտանգության համակարգին մի տեխնիկի միջոցով, որը կատարել էր սկզբնական տեղադրումը։ Տեսախցիկները, ինչպես Լուսինեն կասկածում էր, ունեին ավտոմատ պահուստային պատճեններ ամպային պահոցում։ Լիլիթը կարող էր ջնջած լինել տեղական ձայնագրությունները, բայց ամպային պատճենները դեռ այնտեղ էին, պաշտպանված գաղտնաբառով, որը տեխնիկը կարողացավ վերականգնել։ Երբ Արմենն առաջին անգամ տեսավ ձայնագրությունները, ֆիզիկապես վատ զգաց։ Այնտեղ ամեն ինչ կար։ Ամիսների հոգեբանական բռնություն, մանրակրկիտ փաստագրված։ Լիլիթը հրում է տիկին Անահիտին։ Ճչում է նրա վրա։ Թույլ չի տալիս ուտել։ Փակում է նրան սենյակում։ Եվ ճակատագրական օրը ձայնագրությունը ցույց էր տալիս, թե ինչպես է Լիլիթը քարշ տալիս տիկին Անահիտին դեպի մթերանոց փակում նրան սառնարանում։ Րոպեներ առաջ նա անջատել էր մթերանոցի ներքին տեսախցիկները, բայց արտաքին տեսախցիկները ֆիքսել էին այն պահը, երբ նա տանում է տիկին Անահիտին այնտեղ։ Նա կանխամտածված է արել, ասաց Էդուարդը, վերլուծելով պատկերները։ Նա անջատել է կոնկրետ տեսախցիկները, բայց մոռացել է, որ արտաքինները կշարունակեն ձայնագրել։ Դա սխալ էր։ Եվ այդ սխալը շատ թանկ է նստելու նրա վրա։ Լուսինեն անմիջապես ձայնագրությունները տարավ դատավորի մոտ, Սաթենիկի Հովհաննեսի ցուցմունքների, հիվանդանոցի բժշկական եզրակացության տիկին Անահիտի վկայության հետ միասին։ Ժամերի ընթացքում դատավորը տվ. Եթշտաբ պաշտպանական միջոցի որոշում, հրամայեց Լիլիթի անհապաղ հեռացումը բնակավայրից թույլատրեց քրեական գործի հարուցումը։ Արմենը տիկին Անահիտի հետ սենյակում էր, երբ Լուսինեն զանգեց նորությամբ։ Հաջողվեց, Արմեն։ Ոստիկանությունը հիմա գնում է ձեր տուն, Լիլիթին ծանուցելու։ Նա պետք է անմիջապես լքի բնակավայրը չի կարող մոտենալ մորթ, բանտարկության սպառնալիքի տակ։ Բայց Լիլիթը չարձագանքեց որպես մեղավոր մարդ, որը հանձնվում է։ Նա արձագանքեց որպես փորձառու ռազմավար, որը պատերազմ է սկսում։ Մի քանի ժամվա ընթացքում նրա մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց Երանի բոլոր լրատվամիջոցներին։ Հաղորդագրությունը Լիլիթին ներկայացնում էր որպես նվիրված կին, որին անարդարացիորեն մեղադրում են ծերունական մարազմով տառապող սկեսուրը մանիպուլյացիայի ենթարկված ամուսինը։ Նա պնդում էր, որ տիկին Անահիտը տառապում է ուժեղ մտավոր շփոթությունից, որ սառնարանի միջադեպը ողբերգական դժբախտ պատահար էր, երբ տարեց կինը ինքն իրեն էր փակել, որ բռնության մեղադրանքները նրա հեղինակությունը ոչնչացնելու փորձ են։ Ես միշտ իմ կյանքը նվիրել եմ ամենախոցելիներին խնամելուն, իմ սոցիալական աշխատանքի միջոցով, ասվում էր հաղորդագրության մեջ։ Կործանարար է կեղծ մեղադրվել հենց այն տեսակի դաժանության մեջ, որի դեմ պայքարին ես նվիրել եմ իմ կյանքը։
Վստահ եմ, որ ճշմարտությունը կհաղթանակի, իմ անունը կմաքրվի այս զրպարտությունից։ Մամուլը պայթեց։ Լրագրողները ճամբար դրեցին հիվանդանոցի Վահագնի առանձնատան դիմաց։ Գործը դարձավ գլխավոր թերթերի վերնագիր։ Սոցիալական ցանցերը բաժանվեցին նրանց, ովքեր պաշտպանում էին Լիլիթին, վկայակոչելով նրա բարեգործական աշխատանքները, նրանց, ովքեր հավատում էին տիկին Անահիտին։ Արմենը ստիպված եղավ անվտանգության աշխատակիցներ վարձել, թույլ չտալու համար, որ լրագրողները մտնեն մոր սենյակ։ Լիլիթը լացակումած հարցազրույցներ էր տալիս հեռուստահաղորդումներին, միշտ անթերի հագնված, միշտ այն ցավի ու վրդովմունքի արտահայտությամբ։ Նա լավն էր։ Շատ լավը։ Ճիշտ գիտեր, թե ինչպես աշխատել տեսախցիկների հետ, ինչպես մոդուլացնել ձայնը, ինչպես միաժամանակ ուժեղ զոհի տեսք ունենալ։ Միաժամանակ Արմենի մասին չարախոսակ անլուրեր սկսեցին շրջանառվել։ Բամբասանքի բլոգները պատմություններ էին հրապարակում նրա ենթադրյալ դավաճանության, ֆինանսական խնդիրների, պայթյունավտանգ բնավորության մասին։ Դա ակնհայտորեն համակարգված արշավ էր, նրա հեղինակությունը ոչնչացնելու համար։ Լիլիթի ընկերները սոցիալական սյունակներում տեքստեր էին հրապարակում, պաշտպանելով նրան, կասկածի տակ դնելով Արմենի դրդապատճառները, ակնարկելով, որ նա ուզում է տիրանալ նրա ունեցվածքին։ Սա կեղտոտ պատերազմ է, ասաց Լուսինեն իր գրասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Նա օգտագործում է իր ունեցած բոլոր զենքերը։ Բայց մենք մի բան ունենք, որը նա չունի։ Մենք ունենք ճշմարտությունը։ Եվ մենք ունենք ապացույցներ։ Նախնական դատական նիստը նշանակվեց 2 շաբաթ անց։ Մինչ այդ տիկին Անահիտին դուրս գրեցին հիվանդանոցից ինտենսիվ հոգեբանական աջակցության հանձնարարականով։ Արմենը նրան տարավ մի բնակարան, որը վարձել էր հանգիստ թաղամասում, առանձնատնից հեռու, տեսախցիկներից հեռու, Լիլիթից հեռու։ Սաթենիկը վերադարձավ աշխատելու նրանց մոտ, այժմ ոչ միայն որպես տնտեսուհի, այլ որպես տիկին Անահիտի մշտական ուղեկից։ Այլս երբեք նրան միայնակ չեմ թողնի, խոստացավ Արմենը մորը։ Այլս երբեք աշխատանքը քեզանից առաջ չեմ դնի։ Այլս երբեք։ Տիկին Անահիտը ժպտաց, բայց դա տխուր ժպիտ էր։ Դու մեղավոր չէիր, տղաս։ Նա շատ լավ էր մարդկանց խաբելու մեջ։ Բայց Արմենը գիտեր, որ մեղավոր էր։ Ոչ Լիլիթի չարության, այլ իր սեփական կուրության համար։ Իր կատարած ընտրությունների համար։ Իր մշակած բացակայության համար։ Մոր համար, որին անտեսել էր հավակնության ու հաջողության անունով։ Նա հաջորդ 2 շաբաթն անցկացրեց, ամբողջությամբ վերակազմակերպելով իր կյանքը։ Անժամկետ արձակուրդ խնդրեց աշխատանքից։ Երբ ղեկավարը փորձեց վիճել, Արմենը պարզապես ասաց. Ես գրեթե կորցրի մորս այս աշխատանքի պատճառով։ Թույլ չեմ տա, որ դա նորից տեղի ունենա։ Եվ անջատեց հեռախոսը։ Նրա առաջնահերթությունն այժմ այլ էր։ Դա ներկա լինելն էր։ Պաշտպանելն էր։ Արդարություն ապահովելն էր։ Եվ երբ դատական նիստը վերջապես եկավ, Արմենը պատրաստ էր դեմ առ դեմ հանդիպել Լիլիթին, անել այնպես, որ ամբողջ աշխարհն իմանա, թե ով է նա իրականում։ Երան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը շրջապատված էր լրագրողներով, տեսախցիկներով, հետաքրքրասերներով, երբ Արմենը հասավ դատական նիստի առավոտյան։ Վեհաշուկ շենքը, իր սյուներով լայն սանդուղքով, էլ ավելի սպառնալից էր թվում Երանի մոխրագույն երկնքի տակ։ Լուսանկարչական լույսերը պայթեցին, հենց որ նրա մեքենան կանգնեց։ Խոսափողները մեկնվեցին նրա ուղղությամբ։ Ձայները միաժամանակ հարցեր էին գոռում, ստեղծելով խլացուցիչ քաոս։ Պարոն Մանուկյան, ճիշտ է, որ ձեր կինը փորձել է սպանել մորը։ Դուք նրա ունեցվածքին եք ձգտում։ Տիկին Անահիտը ցուցմունք տալու վիճակում է։ Արմենն անտեսեց բոլոր հարցերը, գլուխը կախ պահելով, մինչ անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում ամբոխի միջով։ Նրա կողքին տիկին Անահիտը քայլում էր, հենված իր թին, հագին պարզ, բայց արժանապատիվ համազգեստ, սպիտակ մազերը հավաքված այն կոկոնի մեջ, որը նա չէր կրել այս ամենից առաջ։ Նա այժմ ավելի ուժեղ էր, 2 շաբաթվա խնամքից, պատշաճ սննդից, թերապիայից հետո։ Բայց Արմենը դեռ կարող էր տեսնել վախը նրա աչքերում, մի վախ, որը, հավանաբար, երբեք ամբողջությամբ չէր անհետանա։ Ամեն ինչ լավ է, մամ։ Ես այստեղ եմ։ Փաստաբան Լուսինեն այստեղ է։ Դու միայնակ չես։ Տիկին Անահիտը սեղմեց որդութը։ Գիտեմ, սիրելիս։ Գիտեմ։
Նրանք մտան շենք բարձրացան մինչ դատարանի դահլիճ։ Լուսինեն արդեն այնտեղ էր, փաստաթղթեր էր դասավորում իր սեղանին, հագին մոխրագույն կոստյում, որը նրան միաժամանակ պրոֆեսիոնալ մայրական տեսք էր տալիս։ Նրա կողքին Էդուարդ Լոնյանը ինչ-որ բան էր ստուգում նոթբուքում, հավանաբար այն ձայնագրությունները, որոնք պետք է ներկայացվեին։ Սաթենիկն ու Հովհաննեսը նստած էին վկաների նստարաններին, երկուսն էլ տեսանելիորեն նյարդային, բայց վճռական։ Դահլիճի մյուս կողմում Լիլիթը նստած էր իր երեք փաստաբանների կողքին։ Նա հագել էր զուսպ մուգ կապույտ զգեստ, շիկահեր մազերը ցրված էին մեղմ ալիքներով, թե դիմահարտարումը նրան միաժամանակ խոցելի ուժեղ տեսք էր տալիս։ Երբ Արմենն ու տիկին Անահիտը ներս մտան, Լիլիթը նրանց նայեց մի արտահայտությամբ, որը խառնուրդ էր արամարանքի մի բանի, որը կարող էր լինել վիրավորանք։ Նա լավ դերասանուհի էր, Արմենը պետք է խոստովաներ։ Եթե նա չիմանար ճշմարտությունը, եթե չտեսներ ձայնագրությունները, գուցե դեռ հավատար նրան։ Դատավորը Մարսել Պետրոսյանը, 60 անց մի տղամարդ էր, հայտնի իր խստությամբ, անաչառությամբ։ Նա մտավ կողային դռնով, բոլորը ոտքի կանգնեցին։ Նիստը պաշտոնապես բացված էր։ Լուսինեն սկսեց, ներկայացնելով գործը մեթոդական կործանարար կերպով։ Նախ նա կանչեց բժիշկ Անուշ Թորոսյանին, որը մանրամասնեց այն վիճակը, որով տիկին Անահիտը հասել էր հիվանդանոց։ Ծանր հիպոթերմիա, ջրազրկում, թերսնուցում, բազմաթիվ կապտուկներ բուժման տարբեր փուլերում։ Բժշկուհու յուրաքանչյուր խոսքը մուրճի հարվածի պես էր, կառուցելով երկարատ բռնության անհերքելի պատկերը։ Լիլիթի փաստաբանները փորձեցին կասկածի տակ դնել ախտորոշումը, առաջարկելով, որ կապտուկները կարող էին այլ բացատրություններ ունենալ, որ տարեցները բնականաբար փխրուն են։ Բայց բժիշկ Անուշը չընկրկեց։ Դրանք պատահական կապտուկներ չեն, վստահ ասաց նա։ Դրանք վնասվածքներ են, որոնք համապատասխանում են դիտավորյալ ագրեսիային հարկադիր զսպմանը։ Ես իմ կարիերայում տարեցների նկատմամբ բռնության շատ դեպքեր եմ տեսել։ Սա ամենահստակներից մեկն է, որ երբ է հանդիպել եմ։ Հաջորդիվ Մարիամ Խաչատրյանը, սոցիալական աշխատողը, ցուցմունք տվեց տրավմայի հոգեբանական նշանների մասին, որոնք ցուցաբերում էր տիկին Անահիտը։ Չափազանց վաղ տեսողական կոնտակտ հաստատելու դժվարություն, այն ձև, որով նա կծկվում էր, երբ որոշակի թեմաներ էին շոշափվում։ Ամեն ինչ մատնանշում էր համակարգված երկարատ բռնության զոհ լինելը։ Երբ հերթը հասավ Սաթենիկին, նախկին տնտեսուհին ամբիոն բարձրացավ դողացող ձեռքերով։ Բայց երբ սկսեց խոսել, նրա ձայնը դարձավ հաստատուն, սնվելով ամիսների հարկադիր լռությունից կուտակված վրդովմունքով։ Ես ամեն ինչ տեսնում էի, ասաց նա, արցունքները հոսելով։ Տեսնում էի, թե ինչպես է տիկին Լիլիթը նվաստացնում տիկին Անահիտին, ճչում նրա վրա, հրում նրան։ Տեսնում էի, երբ թաքցնում էր նրա ուտելիքը, երբ ժամերով փակում էր նրան սենյակում։ Մի քանի անգամ փորձեցի միջամտել, բայց տիկին Լիլիթը սպառնում էր ինձ, ասում էր, որ կազատի ինձ առանց երաշխավորագրի, որ կանի այնպես, որ ես այլս երբեք աշխատանք չգտնեմ Երանում։ Երբ վերջապես փորձեցի պատմել պարոն Արմենին, նա հորինեց այդ գողության պատմությունը ինձ տուն ուղարկեց։ Լիլիթի փաստաբանները կատաղի հարձակվեցին։ Առաջարկեցին, որ Սաթենիկը վրեժխնդրությունից ելնելով պատմություններ է հո լինում, որ նա դժգոհ աշխատակից է, որը փող է փնտրում։ Բայց Սաթենիկը մնաց իր վարկածին, անսասան։ Հովհաննեսը, այգեպանը, հաստատեց այն ամենը, ինչ ասել էր Սաթենիկը։ Նա ավելի քիչ էր տեսել, քանի որ հիմնականում դրսում էր աշխատում, բայց այն դրվագները, որոնց ականատես էր եղել, հավասարապես անհանգստացնող էին։ Մի անգամ տեսել էր, թե ինչպես է Լիլիթը քարշ տալիս տիկին Անահիտին մազերից։ Մեկ այլ անգամ լսել էր, թե ինչպես է տարեց կինը ջուր աղերսում, մինչ Լիլիթը ծիծաղում էր։ Բայց վճռորոշ պահը եկավ, երբ Լուսինեն թույլտվություն խնդրեց ներկայացնելու անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները։ Դահլիճում բացարձակ լռություն տիրեց, մինչ լույսերն անջատվեցին, էկրանը վառվեց։ Արմենը բռնեց մոր ձեռքը, մինչ պատկերները սկսեցին ցուցադրվել։ Նա արդեն տասնյակ անգամ տեսել էր դա գործի նախապատրաստման ընթացքում, բայց ամեն անգամ դա նոր դանակի հարվածի պես էր։ Տեսնել այն մարդուն, ում նա սիրել էր, ում հետ ամուսնացել էր, ում հետ երազել էր կյանք կառուցել, անելով այդ ամենը իր մոր հետ։ Դա անտանելի էր։ Ձայնագրությունները ցույց էին տալիս ամեն ինչ։ Լիլիթը ուժով հրում է տիկին Անահիտին։ Լիլիթը սարսափելի վիրավորանքներ է գոռում, մինչ տարեց կինը լաց է լինում։ Լիլիթը թույլ չի տալիս նրան ուտել, ուտելիքի ափսեն նետում է աղբամանը, մինչ տիկին Անահիտն աղերսում է։
Լիլիթը փակում է նրան սենյակում դուրս գալիս, թողնելով տարեց կնոջը հուսահատ թակել դուռը։ Բայց ամենակործանարար ձայնագրությունը սառնարանի օրվանն էր։ Նույնիսկ առանց ներքին ձայնի, արտաքին պատկերները հստակ ցույց էին տալիս, թե ինչպես է Լիլիթը քարշ տալիս տիկին Անահիտին դեպի մթերանոց։ Ցույց էին տալիս սարսափի արտահայտությունը տարեց կնոջ դեմքին։ Ցույց էին տալիս, թե ինչպես է Լիլիթը կողպեքով փակում դուռը բանալին դնում գրպանը։ Եվ հետո րոպեներ անց ցույց էին տալիս, թե ինչպես է Լիլիթը վերադառնում հյուրասենյակ, վերցնում մի բաժակ գինի հանգիստ նստում բազմոցին, հեռուստացույց դիտելու, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել։ Երբ լույսերը նորից վառվեցին, դահլիճում շատերի դեմքին արցունքներ կային։ Ներս մտնել կարողացած լրագրողներից ոմանք զգուշորեն սրբում էին աչքերը։ Դատավոր Պետրոսյանը մռայլ արտահայտուտ յուն ուներ։ Փաստաբան Դավթյան, այս ձայնագրությունները իսկական են, հարցրեց նա։ Այո, ձերդ գերազանցություն։ Մենք ունենք տեխնիկական եզրակացություն, որը հաստատում է, որ որևէ տեսակի խմբագրում կամ մանիպուլյացիա չի եղել։ Համակարգը տեղադրած տեխնիկը նույնպես հասանելի է ցուցմունք տալու համար, եթե անհրաժեշտ լինի։ Դատավորը գլխով արեց։ Անհրաժեշտ չի լինի։ Պատկերները խոսում են իրենց փոխարեն։ Լիլիթի փաստաբանները փորձեցին վիճել, որ ձայնագրությունները համատեքստից դուրս են, որ դրանք չեն ցույց տալիս ամբողջ պատմությունը, որ տիկին Անահիտը կարող էր հրահրած լինել այդ արձագանքները։ Բայց արդեն ուշ էր։ Վնասը հասցված էր։ Ճշմարտությունն այնտեղ էր, անհերքելի դաժան։ Երբ վերջապես հերթը հասավ Լիլիթի ցուցմունքին, նա ամբիոն բարձրացավ գլուխը բարձր պահած, դեռս պահպանելով այն վիրավորված արժանապատվության դիմակը։ Նրա գլխավոր փաստաբանը, պարոն Ավգուստ Ռոշան, անցկացրեց զգուշորեն պատրաստված հարցաքննություն, որտեղ Լիլիթը իրեն ներկայացրեց որպես նվիրված կին, որը փորձել է առավելագույնը անել, խնամելու դժվար հոգեպես անկայ։ Ուն սկեսրոջը։ Ես սիրում էի տիկին Անահիտին, ասաց նա, ձայնը կեղծ հուզմունքից խեղդված։ Ես արեցի այն ամենը, ինչ կարող էի, որպեսզի այդ տունը հարմարավետ դարձնեմ նրա համար։ Բայց նա գնալով ավելի շփոթված էր դառնում, գնալով ավելի ագրեսիվ։ Ես այլս չգիտեի, թե ինչպես վարվել։ Եվ այո, խոստովանում եմ, որ մի քանի անգամ համբերությունս կորցրի։ Ով երբեք չի կորցրել։ Բայց երբեք դիտավորյալ չեմ փորձել նրան վնասել։ Իսկ սառնարանի դրվագը, հարցրեց նրա փաստաբանը։ Դա սարսափելի դժբախտ պատահար էր։ Տիկին Անահիտն այդ առավոտ անհանգիստ էր, ասում էր, որ ուզում է վերադասավորել մթերանոցը։ Ես զբաղված էի աշխատանքով, ասացի, որ լավ պահ չէ, բայց նա պնդեց։ Երբ հետո գնացի ստուգելու, դուռը փակ գտա։ Նա պետք է պատահաբար ներսից փակված լիներ։ Անմիջապես օգնություն կանչեցի նրան հիվանդանոց տարա։ Ես հուսահատված էի։ Դա լավ կառուցված պատմություն էր։ Եթե չլինեին ձայնագրությունները, կարող էր նույնիսկ համոզիչ լինել։ Բայց կային ձայնագրությունները։ Կային ապացույցները։ Կար ճշմարտությունը։ Երբ հերթը հասավ Լուսինեի խաչած հարցաքննությանը, նա դանդաղ ոտքի կանգնեց, վերցրեց պլանշետը, քայլեց մինչ կանգնեց Լիլիթի դիմաց։ Տիկին Լիլիթ, դուք ասացիք, որ դա դժբախտ պատահար էր։ Բայց տեսախցիկները հստակ ցույց են տալիս, թե ինչպես եք դուք քարշ տալիս տիկին Անահիտին դեպի մթերանոց կողպեքով փակում դուռը։ Ինչպես եք դա բացատրում։ Լիլիթը առաջին անգամ վարանեց։ Ես փորձում էի հանգստացնել նրան։ Նա շատ անհանգիստ էր։ Հանգստացնել նրան 6 ժամով արդյունաբերական սառնարանում փակելով։ 6 ժամ չէր։ Առավելագույնը 2 ժամ էր։ Բժշկական եզրակացությունը հաստատում է, որ դա 4-ից 6 ժամ է եղել, հիմնվելով հիպոթերմիայի ծանրության վրա։ Դուք ասում եք, որ բժիշկները ստել են։ Ոչ, ես ժամի հետ շփոթվեցի։ Լուսինեն պլանշետը ցույց տվեց Լիլիթին։ Սրանք ձեր տեքստային հաղորդագրություններն են այդ օրվանից։ Ժամը 14:30-ին դուք գրել եք ընկերուհուն, ասելով՝ մեջբերում եմ։ Վերջապես այս տանը խաղաղություն կունենամ։ Խնդիրն այսօր կլուծվի։ Ինչ նկատի ունեիք դրանով։ Լիլիթի դեմքը գունատվեց։ Ես չեմ հիշում այդ համատեքստը։ Հավանաբար ուրիշ բանի մասին էի խոսում։ Որ ուրիշ բանի։ Դուք տիկին Անահիտին սառնարանում փակել եք ժամը 13:20-ին, ինչպես ցույց են տալիս տեսախցիկները։
1 ժամ անց գրել եք այս հաղորդագրությունը։ Համատեքստը բավականին պարզ է թվում։ Դուք ամեն ինչ խեղաթյուրում եք։ Լիլիթի ձայնը բարձրացավ, կորցնելով այն զգույշ վերահսկողությունը։ Ես պարզապես փաստեր եմ ներկայացնում, տիկին Լիլիթ։ Փաստագրված, ձայնագրված, ապացուցված փաստեր։ Լուսինեն վերադարձավ իր սեղանի մոտ, վերցրեց մեկ այլ փաստաթուղթ։ Մենք նա հետաքրքիր բան ենք հայտնաբերել, ուսումնասիրելով ձեր անցյալը։ Նախքան Արմենի հետ ամուսնանալը, դուք աշխատել եք որպես խնամակալ Դիլիջանում մի տարեց պարոնի համար։ Նրա անունը Անտոն Սիլանյան էր։ Նա մահացել է կասկածելի հանգամանքներում ձեր աշխատանքի անցնելուց 6 ամիս անց։ Նրա ընտանիքը նույնիսկ հետաքննություն էր սկսել, բայց այն ի վերջո կարճվել է ապացույցների բացակայության պատճառով։ Կցանկանայիք մեկնաբանել սա։ Լիլիթի փաստաբանները պայթեցին առարկություններով, պնդելով, որ դա անտեղի է ներկա գործի համար։ Բայց վնասն արդեն հասցված էր։ Կասկածի սերմը ցանվել էր։ Լիլիթը մեկ անգամ համբերությունը կորցրած կին չէր։ Նա օրինաչափություն, պատմություն ունեցող մեկն էր։ Դատավորը մուրճով հարվածեց։ Կարգ։ Փաստաբան Դավթյան, կենտրոնացեք ներկա գործի վրա։ Այո, ձեր գերազանցություն։ Լուսինեն նորից շրջվեց դեպի Լիլիթը։ Վերջին հարց, տիկին Լիլիթ։ Ինչու դուք դա արեցիք։ Ինչու վնասել մի անպաշտպան տարեց տիկնոջ, որը ձեզ երբեք ոչ մի վատություն չի արել։ Լիլիթը նրան նայեց մաքուր ատելությամբ։ Եվ հետո նրա մեջ ինչ-որ բան կոտրվեց։ Գուցե դա ստերի ծանրությունն էր, գուցե իր կատարյալ ծրագրի փլուզման հիասթափությունը, գուցե պարզապես ամբարտավանությունը։ Բայց նա ճշմարտությունը դուրս թափեց թույնի պես։ Որովհետև նա ճանապարհին էր։ Ձայնը արձագանքեց դահլիճում։ Որովհետև այդ տունն իմն էր, այդ կյանքն իմն էր, նա հայտնվեց ու փչացրեց ամեն ինչ։ Միշտ մեջտեղում, միշտ ուշադրություն պահանջելով։ Միշտ Արմենին մեղավոր զգալ տալով։ Ես տարիներ եմ աշխատել այդ հարաբերությունները կառուցելու, այդ փողին, այդ կապերին հասանելիություն ունենալու համար, նա փչացնում էր ամեն ինչ։ Այո, ես նրան փակեցի սառնարանում։ Եվ գիտեք ինչ։ Ես ուզում էի, որ նա այնտեղ մահանար։ Ուզում էի, որ նա ընդմիշտ անհետանար։ Հաջորդած լռությունը բացարձակ էր։ Նույնիսկ Լիլիթի փաստաբանները ցնցված էին թվում։ Նա ուշ հասկացավ, թե ինչ էր արել։ Ձեռքերը տարավ բերանին, աչքերը լայն բացված սարսափից։ Փորձեց հետ կանգնել, ասել, որ շփոթված է, որ դա չէր ուզում ասել։ Բայց արդեն ուշ էր։ Խոստովանությունն արվել էր դատավորի, վկաների լրագրողների առաջ։ Դատավոր Պետրոսյանը ուժգին հարվածեց մուրճով։ Կարգ։ Տիկին Լիլիթ, դուք հենց նոր հրապարակայնորեն խոստովանեցիք ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձ տարեց մարդու խոշտանգում։ Ես հրամայում եմ ձեր անհապաղ կանխարգելիչ կալանքը։ Սպաներ, խնդրում եմ, կատարեք ձերբակալությունը։ Երկու ոստիկան մոտեցան Լիլիթին, որը սկսեց ճչալ ու դիմադրել։ Ոչ։ Դուք չեք հասկանում։ Նա հրահրեց դա։ Նա արժանի էր դրա։ Ես չարագործը չեմ այստեղ։ Բայց ոչ ոք չէր լսում։ Նրան ձեռնաշղթաներ հագցրին, դուրս տարան դահլիճից, դեռս անհասկանալի բողոքներ գոռալով։ Տեսախցիկների լույսերը պայթեցին, փաստագրելով նրա անկման յուրաքանչյուր պահը։ Արմենը գրկեց մորը, որը թեթացումից լաց էր լինում նրա ուսին։ Ավարտվեց, մամ։ Ավարտվեց։ Հաջորդ ամիսներին Արմենի տիկին Անահիտի կյանքը սկսեց դանդաղ վերականգնվել։ Լիլիթը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման, ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձի, խոշտանգման տարեց մարդու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ Գործընթացը լայնորեն լուսաբանվեց մամուլում, դառնալով ուղենիշ Հայաստանում տարեցների նկատմամբ բռնության քննարկման մեջ։ Շատ զոհեր, որոնք նախկինում վախենում էին խոսել, քաջություն գտան տիկին Անահիտի պատմություններում։ Արմենը վաճառեց Վահագնիի առանձնատունը։ Այլս չէր կարող նայել այդ վայրին, առանց հիշելու մոր տառապանքը։ Գումարով նա գնեց հարմարավետ բնակարան Արաբկիրում, զբոսայգիների մոտ քաղաքի գեղեցիկ տեսարանով։ Տիկին Անահիտն ուներ իր սեփական սենյակը, կահավորված ճիշտ այնպես, ինչպես նա էր ուզում, իր խոլորձների փոքրիկ գրադարանի համար տեղով։ Բայց նոր տնից ավելի կարևոր էր այն նոր նպատակը, որը նրանք գտան։
Արմենն իր կարողության մի մասն օգտագործեց Անահիտ Մանուկյանը հիմնադրամը ստեղծելու համար, որը նվիրված էր դաժան վերաբերմունքի զոհ դարձած տարեցներին աջակցելուն։ Կազմակերպությունն առաջարկում էր անվճար իրավաբանական օգնություն, հոգեբանական աջակցություն, ժամանակավոր կացարան, սոցիալական վերաինտեգրման ծրագրեր։ Մարիամ Խաչատրյանը, սոցիալական աշխատողը, որն առաջինը նկատել էր բռնության նշանները, դարձավ հիմնադրամի գործադիր տնօրենը։ Սաթենիկը համակարգում էր խնամողների ծրագիրը, մասնագետներին սովորեցնելով, թե ինչպես բացահայտել հայտնել բռնությունների մասին։ Էդուարդ Լոնյանը, քննիչը, իր ծառայություններն անհատույց առաջարկում էր բարդ գործերի համար։ Հիմնադրամն աճեց սպասելիքներից դուրս։ 2 տարում այն արդեն գրասենյակներ ուներ Երանում, Գյումրիում, Վանաձորում։ Տարեկան սպասարկում էր ավելի քան 1000 տարեցի։ Հասավ տարեցների նկատմամբ բռնության դեմ ավելի խիստ օրենքների ընդունմանը։ Արցավ ազգային չափանիշ։ Տիկին Անահիտը իր հերթին ծաղկեց այնպես, ինչպես Արմենը երբեք չէր պատկերացրել։ Նա սկսեց հաճախել նկարչության դասերի, բացահայտելով գեղարվեստական տաղանդ, որի մասին չգիտեր։ Նրա կտավները, լի վառ գույներով, աբստրակտ ձևով, ցուցադրվում էին հիմնադրամի պատկերասրահներում։ Նա մասնակցում էր աջակցության խմբերի, կիսվելով իր պատմությամբ այլ զոհերի հետ, նրանց առաջարկելով այն նույն հույսը, որը մի օր իրեն էր առաջարկվել։ Ժպիտը վերադարձավ նրա դեմքին։ Մղձավանջները դեռ երբեմն գալիս էին, բայց գնալով ավելի հազվադեպ։ Եվ ամեն անգամ, երբ նա վախեցած արթնանում էր, Արմենն այնտեղ էր։ Միշտ ներկա։ Միշտ ուշադիր։ Փոխհատուցելով տարիների բացակայությունը տարիների ներկայությամբ։ Արմենը երբեք չվերադարձավ միջազգային ընկերություն։ Բացահայտեց, որ չի կարոտում այդ անողոք բիզնեսի աշխարհը խեղաթյուրված առաջնահերթությունները։ Նրա աշխատանքն այժմ իրական իմաստ ուներ։ Յուրաքանչյուր տարեց, որին հիմնադրամն օգնում էր, յուրաքանչյուր ընտանիք, որը կարողանում էր վերամիավորվել, յուրաքանչյուր բռնարար, որը պատասխանատվության էր ենթարկվում, այս ամենն ավելի շատ արժեր, քան ցանկացած միլիոնավոր դոլարների պայմանագիր։ Նա ժամանակ գտավ իր համար։ Սկսեց վազել առավոտյան հաղթանակի զբոսայգում։ Նորից սկսեց գրքեր կարդալ հաճույքի համար, ոչ միայն բիզնես հաշվետվություններ։ Նոր ընկերներ ձեռք բերեց, անկեղծ մարդիկ, որոնք հոգ էին տանում նրա մասին որպես մարդու, ոչ թե որպես հաջողակ ղեկավարի։ Եվ տասնամյակների ընթացքում առաջին անգամ նա իրեն իսկապես երջանիկ զգաց։ Ճակատագրական օրվանից 3 տարի անց Անահիտ Մանուկյանը հիմնադրամը կազմակերպեց իր առաջին բարեգործական գալա երեկոն։ Միջոցառումը տեղի ունեցավ Արմենիա Մարիոթ հյուրանոցում, համախմբելով գործարարների, արվեստագետների, քաղաքական գործիչների, ակտիվիստների։ Հավաքված գումարը պետք է օգտագործվեր հիմնադրամի գործունեությունս 5 մարզերում ընդլայնելու համար։ Տիկին Անահիտը 75 տարեկանում բեմ բարձրացավ, հիմնական ելույթն ունենալու։ Նա հագել էր էլեգանտ կապույտ զգեստ, սպիտակ մազերը հավաքված էին ժամանակակից կոկոնի մեջ, նրա աչքերում մի լույս կար, որը նախկինում չկար։ Ռմենը դիտում էր առաջին շարքից, սիրտը լցված հպարտությամբ։ 3 տարի առաջ, սկսեց նա, ձայնը հաստատուն արձագանքելով դահլիճում, ես փակված էի մութ ու սառը տեղում, համոզված, որ կյանքս ավարտվել է։ Համոզված, որ ոչ ոք չի գա ինձ փրկելու։ Բայց որդիս եկավ։ Նա լսեց իմ օգնության ճիչը մայրցամաքների միջով, թողեց ամեն ինչ, ինձ գտնելու համար։ Եվ դրանով նա ոչ միայն փրկեց իմ կյանքը։ Նա փրկեց իմ հոգին։ Նա դադար տվեց, զգուշորեն սրբելով մի արցունք։ Բայց այդ փրկությունը չավարտվեց հիվանդանոցում։ Այն ավարտվում է ամեն օր, յուրաքանչյուր գրկախառնության մեջ, որ մենք փոխանակում ենք, յուրաքանչյուր նախաճաշի մեջ, որ մենք կիսում ենք, յուրաքանչյուր խոսակցության մեջ, որ մենք ունենում ենք։ Այն ավարտվում է այստեղ, այս հիմնադրամում, ամեն անգամ, երբ մենք օգնում ենք մեկ ուրիշին փախչել խավարից։ Որովհետև բռնության նկատմամբ իսկական հաղթանակը միայն գոյատելը չէ։ Դա ցավը նպատակի վերածելն է։ Դա տառապանքը վերցնելն ու այն ուրիշների համար հույսի ձավորելն է։ Նա ուղիղ նայեց Արմենին։ Որդիս ինձ սովորեցրեց, որ երբեք ուշ չէ ճիշտ ընտրություն կատարելու համար։ Որ կյանքը կարող է ցանկացած պահի ուղղությունը փոխել։ Որ իսկական սերը միշտ ներկա լինելու մասին չէ, այլ այն ժամանակ ներկա լինելու, երբ դա ամենաշատն է կարող։ Եվ որ քաջությունը վախ չունենալը չէ։ Դա վախենալն է, այնուամենայնիվ, անելն այն, ինչ պետք է արվի։
Հանդիսատեսը ոտքի կանգնած ծափահարեց։ Շատերը բացահայտ լաց էին լինում։ Արմենը բեմ բարձրացավ, գրկեց մորը, այն արտասովոր կնոջը, որը գոյատեց դժոխքում մյուս կողմից դուրս եկավ, դեռս ունակ սիրելու, ներելու, օգնելու։ Շնորհակալ եմ, մամ, չշնջաց նա նրա ականջին։ Ինձ սովորեցնելու համար, թե ինչն է իրականում կարոր։ Նա ժպտաց, նրա դեմքը բռնելով ձեռքերի մեջ։ Ոչ, տղաս։ Շնորհակալ եմ ինձ հիշեցնելու համար, որ միշտ լույս կա խավարից հետո։ Որ միշտ հույս կա հուսահատությունից հետո։ Եվ որ ընտանիքի սերը կարող է բուժել նույնիսկ ամենախորը վերքերը։ Այդ գիշեր, մինչ գալա երեկոն շարունակվում էր երաժշտությամբ, տոնակատարությամբ, Արմենը դուրս եկավ, պատշգամբ նայեց Երանի աստղազարդ երկնքին։ Մտածեց այն ամենի մասին, ինչ կորցրել էր այս տարիների ընթացքում։ Ամուսնությունը, աստղային կարիերան, այն կյանքը, որը կարծում էր, թե ուզում է։ Եվ հասկացավ, որ այդ ամենից ոչինչ չի կարոտում։ Որովհետև նա անսահման ավելի արժեքավոր բան էր ձեռք բերել։ Նա վերադարձրել էր մորը։ Նա նպատակ էր ձեռք բերել։ Նա ինքն իրեն էր ձեռք բերել։ Վահագնի առանձնատունը, որը մի ժամանակ լուռ տառապանքի բեմ էր, այժմ դատարկ էր, պատրաստվելով դառնալ հիմնադրամի խնամքի կենտրոններից մեկը։ Շուտով այդ պատերը, որոնք այդքան ցավի ականատես էին եղել, ականատես կլինեին նա բուժման նորոգման։ Այն սենյակը, որտեղ տիկին Անահիտին փակում էին, կդառնար թերապիայի սենյակ։ Սառնարանով մթերանոցը կքանդվեր, կփոխարինվեր թերապտիկ այգով։ Չարը կվերածվեր բարու։ Իսկ Լիլիթը… Նա իր պատիժն էր կրում Աբովյանի կանանց քրեակատարողական հիմնարկում։ Արմենը այլս երբեք նրան այցելության չգնաց։ Ոչ վրեժխնդրությունից, այլ որովհետև իր կյանքի այդ գլուխը փակված էր։ Նա այլս իշխանություն չուներ իր կամ մոր վրա։ Նա պարզապես մի կին էր, որը վճարում էր իր սեփական ընտրությունների համար, մի հիշեցում, որ մեր գործողութ յունները միշտ հետանքներ ունեն։ Երբ Արմենը վերադարձավ դահլիճ, գտավ տիկին Անահիտին, շրջապատված մարդկանցով։ Տարեցներ, որոնց հիմնադրամն օգնել էր, կամավորներ, նվիրատուներ, բոլորը ցանկանում էին շնորհակալություն հայտնել, բոլորը ցանկանում էին պատմել, թե ինչպես է այդ կազմակերպությունը փոխել իրենց կյանքը։ Եվ նրա մայրը յուրաքանչյուրին ընդունում էր այն մեղմ ժպիտով, այն ջերմ գրկախառնությամբ, կարեկցանքի այն անսահման կարողությամբ, որը նույնիսկ բռնությունը չկարողացավ ոչնչացնել։ Արմենը մի պահ հեռվից դիտում էր, այդ տեսարանը դաջելով իր հիշողության մեջ։ Իր մայրը, փայլող ուժեղ։ Սաթենիկը նրա կողքին, հավատարիմ, ինչպես միշտ։ Մարիամը, զգուշորեն համակարգելով միջոցառման մանրամասները։ Էդուարդը, խոսելով հնարավոր կամավոր քննիչների հետ։ Բարի մարդկանց այդ ամբողջ ցանցը, միավորված ընդհանուր նպատակով։ Եվ նա հասկացավ, որ սա է հաջողության իսկական սահմանումը։ Ոչ թե միլիոնավոր դոլարների պայմանագրեր կամ տպավորիչ կոչումներ այցեքարտերի վրա, այլ մարդկանց կյանքում իրական փոփոխություն մտցնելը։ Խոցելիներին պաշտպանելը։ Ողբեր գութ։ Յունը հաղթանակի վերածելը։ Մի բան կառուցելը, որը կգոյատի սեփական կյանքից հետո։ Ճանապարհը ցավոտ էր եղել։ Ուղին զառիթափ էր եղել։ Բայց ի վերջո արժեր յուրաքանչյուր արցունք, յուրաքանչյուր անքուն գիշեր, յուրաքանչյուր վախի ու անորոշության պահ։ Որովհետև ահա նրանք, մյուս կողմում, ոչ միայն գոյատողներ, այլ հաղթողներ։ Ոչ միայն բուժվածներ, այլ փոխակերպողներ։ Առանձնատան նախկին խավարը, որը գրեթե կլանել էր նրանց, դարձել էր այն լույսը, որն այժմ լուսավորում էր ճանապարհը անհամար ուրիշների համար։ Եվ այս դահլիճում լի հույսով նորոգմամբ, շրջապատված մարդկանցով, որոնք ամեն օր ապացուցում էին, որ բարին կարող է հաղթել չարին, Արմենը վերջապես հասկացավ ամենամեծ դասը։ Նրանց պատմությունը երբեք ոչնչացման մասին չէր։ Այն միշտ վերածննդի մասին էր։ Երկրորդ հնարավորությունների մասին։ Իսկական սիրո փրկարար ուժի մասին։ Եվ այն մասին, թե ինչպես, նույնիսկ ամենամութ պահերին, միշտ ընտրություն կա։ Հանձնվելու կամ պայքարելու ընտրությունը։ Թույլ տալու, որ չարը հաղթի, կամ այն լավ բանի վերածելու ընտրությունը։ Նրանք ընտրեցին պայքարել։ Ընտրեցին փոխակերպել։ Ընտրեցին հաղթել։ Եվ այդ ընթացքում նրանք ոչ միայն մեկ կյանք փրկեցին։ Նրանք հազարավորներ փրկեցին։ Եվ կշարունակեին փրկել դեռ երկար տարիներ, մեկ խոցելի տարեցի, մեկ վերամիավորված ընտանիքի, մեկ հույսի պատմության միջոցով։
Որովհետև ի վերջո դա է սահմանում, թե ով ենք մենք։ Ոչ թե այն ողբերգությունները, որոնք մեզ հետ պատահում են, այլ այն, ինչ մենք ընտրում ենք անել դրանց հետ։ Ոչ թե որքան խորն ենք ընկնում, այլ որքան բարձր ենք կարողանում ոտքի կանգնել։ Ոչ թե այն խավարը, որին մենք դիմակայում ենք, այլ այն լույսը, որը մենք որոշում ենք լինել ուրիշների համար։ Եվ Անահիտ Մանուկյանը հիմնադրամի լույսը կշարունակեր փայլել, ուժեղ հաստատուն, լուսավորելով ճանապարհը բոլոր նրանց համար, ովքեր դեռ փակված էին իրենց սեփական խավարում, հիշեցնելով նրանց, որ հույս կա, արդարություն կա միշտ, տուն վերադառնալու ճանապարհ կա։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Արմենի տիկին Անահիտի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք ոգեշնչվեցիք ցավի, քաջության վերածննդի այս ճանապարհորդությունից, հենց հիմա դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին, բաց չթողնելու համար ոչ մի պատմություն, մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Տիկին Անահիտի ուժը, Արմենի փոխակերպումը, արդարության հաղթանակը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի ինտենսիվ գրավիչ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարող է սերը հաղթանակել դաժանությանը, ինչպես կարող է հույսը ծնվել նույնիսկ ամենամութ վայրերում։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը կխառնի ձեր հույզերը, կստիպի ձեզ մտածել կյանքի մասին։ Մինչ այդ, մի մոռացեք։ Դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք, կիսվեք այս պատմությամբ նրա հետ, ում, ձեր կարծիքով, պետք է սա լսել։ Մինչ շուտով։